ասոցիացիան ընտրությունների հաշվարկի գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի թվից։ Ծոր 98-ից եմ ես սկսում հաշվել էլի, հետո 2008 ու մինչև փոխվեց նախագահականը։ Բայց այդ թվերի մասով չէ, ես խորհրդարանականները չեմ կարող հիշեմ։ Նաև մեր տարիքից է կարող, որ տարիքից ենք արդեն ավելի գիտակից հետևել։ Մասնակցել եմ ինչ որ ձևաչափով, այդտենց հիշում եմ արդեն։ Իսկ ինչ ձևաչափով ես առաջին անգամ մասնակցել ես քո մանկության առաջին հիշողությունը ընտրությունների կապված։ Մի քիչ երևի ապօրինի է, որովհետև ես չափահաս չէի, չունեի ընտրելու իրավունք, բայց ես ընտրատեղամասում էի վերահսկելու համար։ Ես գիտեի, որ ընտրապայքարը գնում է հանրապետականների ընդդիմադիրների միջև տեղական ինքնակառավարում։ Երբ ես 16 տարեկան էի, այդ մի րոպե որ ասում եմ որ թվերից հայսակասվեցի պետք է հետ գնամ էլի։ Երբ որ 10 տարի առաջ էլի, 10 տարի առաջ երբ էր։ Չէ, 11, 12 տարի առաջ, 12 տարի առաջ։ 14 թիվ։ Հա, ինչ որ թիմ էր համայնքներից մեկում, հիմա չեմ ասի։ Ու ես գնացել էի որպես դիտորդ, բայց չունեի։ Բայց 12 թվին չէ ընտրություն, 13-ին էին։ Ուրեմն 13-ին է եղել, հա։ Բայց թիմերը տարբեր ժամանակներում են լինում, թիմերը բանով է, էլի։ Չէ, մենք պետքա բարձենք։ Մի խոսքով բեյջ չունեի բան, բայց քանի որ ես ընդդիմադիր եմ մեծացել, միշտ ընդդիմադիր եմ եղել, ես գնացել էի ընտրությունները տենց վերահսկելու, լույսերը տարան եւ ես նստեցի բանի վրա, այդ քվյատուփի վրա։ Իհարկե այդ լույսերը տարան, որովհետև խախուտ էր այդ լարերը, դրա համար տարան։ Հետո ես ոնց որ իմացա, որտեղ ոչ մի բան չեղավ, ոնց որ համայնքի մարդիկ էին ու երևի այդ տեղամասն էլ հենց ընդդիմադիր բաներին հարմար տեղամաս էր շրջանակներին, ոչ մի բան չեղավ, բայց այդ ինստինկտը որ պետքա քվյատուփի վրա նստել, փակել ինչ որ ձև որ ոչ մի բան չլինի, այդ էր։ Երկրորդը ես եղել եմ վստահված անձ, այո, ես լրագրող եմ, բայց մինչև լրագրող լինելը ես քաղաքացիական ակտիվիստ եմ եղել, վստահված անձ եմ եղել Ելք դաշինքի 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այդ հիշում եմ, որ Զեյթունում հանրապետական ինչ որ թաղային մարդկանց հետ կռիվ էի անում։ Հետո արդեն եղել եմ որպես լրագրող, դիտորդ չեմ եղել։ Կստացի այդ տրավմաները լույսերը տարան, քվյատուփը գողացան եւ այլն, ես նկատել եմ շատ երկար է մարդկանց մոտ մնում, հիմա որ գնում եմ քաղաքներ, գյուղեր, տարբեր այցերի հանդիպումների, նկատում եմ, որ այդ հին դրակեղծիկները մինչև հիմա վախ են առաջացնում, մինչև հիմա հղում են անում, որ նույնիսկ 21 թվի, 25 թվի վերջին Գյումրի էջմիածի ընտրությունում, բա ոնց եղավ, որ ընտրություն է, որ լույսերը տարան, այդ ոնց է լինում, որ միշտ լույսերը տանում, միանգամից մարդկանց այդ տրավմաները արթնանում է։ Ուզում ես ասես, բայց մեզ մի քիչ նոր տրավմաներ հիմական արդեն էլի նոր տրավմաներ են պետք ու նորերը կան էլի պետք չի հա ես չի որ հիմա այդ նույնը աշխատում է նույն ձև բավականին տարիքով այս վերջերս իմացա որ երևի մի 15 տարի որևէ ընտրության չեն գնացել ու դե այս տարի ոնց որ շատ ավելի կարևորվում է չէ մարդկանց մասնակցությունը բոլորը ձգտում են որ մասնակցեն ընտրողները որ հարցրի ինչի չես գնում ասեց դե որովհետև ես տեսել եմ ոնց են լցոնումներ անում, ասում եմ, բայց առնվազն մի 10 տարի երևի լցոնման դեպք չէ, 16-ին չէ, այդ մատնահետքերով ընտրությունը, կամերաները, բաները 17-ից, հա 17-ից։ Ու չի հավատում, որովհետև ինքը տեսել է 90-ականների վերջին ոնց է լցոնում եղել ու հիասթափվել է այդ։ Ինձ թվում է մտածելակերպը հետևյալն է, եթե դու իշխող ուժ ես ու դու ունես լծակներ ոնց դու կարաս կեղծես ընտրությունը որն է քո մոտիվացիան դու այդ լծակներից ձերբազատվես, եթե դու արդեն տես կառավարություն ես, որը օգտվում է դրանից, ու հետեւաբար ցանկացած նոր ամուսնություն, որը պետքա որ չթողեր, որ դու կեղծես ընտրությունները, դու իրան չես վստահում, որտեվ ինքը նույն ուժից է գալի, որը դրանից առաջ կեղծել է։ Ես ինչի պետք է հավատամ, որ ես մատնահետքերը ինչ որ բան փոխելու են, եթե այդ նույն ուժն է կիրառել, որը դրանից առաջ կեղծել է։ Մտածելակերպն եմ բացրում, ես չեմ ասում, որ ճիշտ է։ Բայց դե հավատալը տենց կատեգորիա չի, էլի, հավատալով չի, ոնց որ կան փաստեր, արձանագրություններ ու բնականորեն զարգացումը չէ գնացել։ Նույն այդ կամերաների ընտրատեղամասերում լինելու պահը, չնայած դա մարդկանց մոտ կարող է կասկած առաջացնի, որ ուրեմն կամերաներով են ուզում մեզ հետևեն։ Բայց ոնց որ տենց չի, չէ։ Կա վախ կա դրա հետ կապված, բայց ավելի շատ, քանի որ ինքը այնպես է տեղադրված, որ ոչ մի դեպքում հենց խցիկի ներսը չի նկարում, բայց գնալ չգնալը օրինակ ֆիքսում է։ Եթե ուզում են հասկանալ ընտրակաշարք են տվել։ Չգնալը public information է, չէ՞։ Դե եթե ինչ-որ մեկը նստի ու նայի այ ուղիղ եթերով ամբողջ օրը ֆիքսի ով գնաց ով չգնաց, բայց այսօր չի մտածել։
ամեն դեպքում ինձ թվում է ցանկացած դեպքում կշռում ես էլի ինքը պլյուսները ու թերությունները, եթե ավելի շատ թափանցիկության ու վստահության տեսանկյունից ավելի շատ է, ամեն դեպքում կընտրես այդ ռեֆորմը, նույնիսկ եթե ինքը ինչ որ տեղեր, ինչ որ խնդիրներ ունի, ռիսկեր ունի, հա։ Դա ուղիղ եթերով կհակայքում, հեռարձակվում են բոլոր տեղամասերում։ Բաները քվեարկության Դե առաջել TV-ով էին հեռարձակում, միշտ էլ կար։ Չէ, դե հեռարձակում էին լրատվամիջոցները, բայց հիմա ընտրատեղամասերում կամերաներով ուղիղ եթերով հեռարձակվող բան։ Ու նաև հաշվարկը։ Հա, ամբողջ process-ը, բայց կարծեմ բոլոր տեղամասերում չի, չէ՞, որ բոլոր տեղամասերում արդեն։ Հա, արդեն։ Այս տարի իսկ անցած տարի ոնց որ եղել է, որ հա, փոքր գյուղերում 300-ից քիչ չկար, հիմա կա բոլոր տեղերում։ Հետաքրքիր է, որ տարբեր ձև ինչ որ թվին, ինչ որ երկրում, էլի թվերի հիշելու մասին, տարբեր ձև փորձում են մարդկանց տիպային, որ իրան գնային, ինչ որ բան Ամերիկայում կարծեմ ինչ որ քաղաքում փառատոն էին կազմակերպում մեծ տենց խմելու հետ կապված գինու օրեր էին կազմակերպում ընտրությունների հետ որ մարդիկ խմեն բան ձերի խմիչք էին տալի եթե եկել ես ընտրել ես կերակրում էին բան բուրգերներ էին սարքում ամեն ձև ու այդ ոչ մի ձև չէր ազդում այցելության վրա իսկ ուրիշտեղ սկսեցին բան ընտրություններից առաջ բոլորին նամակներ ուղարկել որտեղ գրած էր քո մասնակցություն ընտրություններին սրանից առաջ որ դու չես մասնակցել ու նույնիսկ սպառնալիքներ որ եթե դու չգաս քո հարևաններին կպատմեն որ դու չես գնացել ու այդ մի քանի անգամ բարձրացրեց այցելությունը երևի Ամերիկայում էր այդ կիրառված հա որ տիպը եթե վախացնում ես մարդկանց որ սաղ կիմանան որ դու չես գնացել ընտրությունների դաժե այն չէ ում ես դու ընտրել չեն կարող ասեն բայց որ դու չես գնացել ընտրությունների մարդիկ վախում էին իսկ դուք ընդհանրապես ո՞նց եք մտածում պետքա պարտադիր դարձնել պարտականություն դարձնել մասնակցել ընտրություններին Շատ լավ հարց է, չգիտեմ։ Ես մտածել եմ այդ մասին ու տարբեր երկրների օրինակով նայել եմ։ Ինձ թվում է իմաստ չունի, անկեղծ ասած, որտեղ այն երկրներում, որտեղ պարտադիր է, նույն Թուրքիան վերցնենք կամ մնացած երկրներ, ինքը մեկը չի կիրառվում։ Ասենք տուգանք է սահմանված, նախ շատ փոքր սիմվոլիկ ինչ որ թիվ է ու չի կիրառվում։ Ոչ մեկը չի գնում քաղաքացիների հետևից ու տուգանում։ Որտեղ ծախսը այդ ամեն ինչը հավաքելու վրա ավելի մեծ է։ Ուղղակի դա սիմվոլիկա է, այսպես ազդակա քաղաքացիներին, որ մենք ինչքան ենք կարևորում, մենք որպես պետություն դա խրախուսում ենք, բայց չեն օգտագործում։ Ու իրականում տենց պետություններում առանց տուգանքի կիրառման էլ բարձր մասնակցություն կա ամեն դեպքում։ Իսկ ինչով է պայմանավորված այդ բարձր մասնակցությունը։ Բարձր մասնակցությունը առաջին հերթին կուսակցությունների լավ տնային աշխատանքն է, կարծում եմ։ Ու ոչ միայն այդ շրջանում, այլ ընդհանրապես։ Երբ որ արդեն հասել է նրան, որ իրանք տենց օրենք են ընդունել, այդ նշանակում որ ինստիտուցիոնալ ինչ որ մոտեցում կա ընտրությունների, ու նույն ձև ոնց որ դու փոքր ժամանակից սովորում ես, որ ատամները պետքա լվաս, դու սովորում ես, որ պետքա գնաս ընտրությունների, ինքը դառնում է քո մշակույթի մաս, ոնց որ որտեվ ես ոչ մի ցանկություն չունեմ ատամներս լվալու, եթե ճիշտ ասեմ, բայց արդեն դեցա որ հույս ունեմ, որ դու ցանկությանը դեմ ես առաջ։ Դեմ եմ գնում, բայց ճիշտ անեմ։ Հա բայց պարտադիր չի դրա համար տուգանք լինի։ Նախադալու կոմենտներից մեկը որ ստացել էի, միած ստենդափից տակ գրել են, ինձ թվում է այս տղու բերից սոտա գալի։ Բարտը զգում որ ցանկություններ կա մեջը։ Չէ, չի գալիս sense այս հեռավորությունից առնվազն չի գալիս իմացեմ։ Բայց Արփին հատուկ խնդրել է որ մեծ սեղան լինի, չգիտեմ ինչի։ Բան մակրոնյուպություն։ Լավ, եթե մշակույթն է, կուսակցությունների լավ աշխատանքն է իրանց գործունեության ընթացքում։ Երևի նաև պատասխանատվությունն է, որը ձևավորվում է այդ մշակույթի արդյունքում, հա։ Հիմա Հայաստանում ոնց որ մարդիկ քո նման են վերաբերվում ընտրություններին, ոնց որ դու ատամ լվալուն տենց ընտրություններին։ Չեմ ուզում, բայց կգնամ։ Հավես կլինի կանեմ կամ լավ դե։ Նե, լսի, вообще ես ընդհանրապես չեմ մեղադրում մարդուն, որը չի ուզում գնալ ընտրությունների, որովհետև դու sense նայում ես քո ի սկզբանե մտածելակերպը հավանականությունը, որ իմ ձենը ինչ որ ազդեցություն կունենա, ավելի փոքր է, քան այն, որ ես ճանապարհին ավտոյի տակ կընկնեմ։ Իսկ եթե լիքը մարդ միաժամանակ մտածի, որ իր ձենը ազդեցություն կունենա, ինքը բանտարկյալի դիլեման է դառնում, որ եթե մենակ ես չգնամ, սա օքեյ է, եթե սա գնան, ես մեկը կվայելեմ մարդկանց ընտրությունների արդյունքը։ Բայց եթե իմ մտածելակերպը տենց շահառու է մի հոգու համար ու ինքը դառնում է հասարակության համար շահառու, հասարակությունը արդեն տապալելու է ընտրությունները դրա պատճառով։ Ու դրա համար դու պետքա գնաս, որովհետև պետքա մնացածնել գնան, տենց է ստացվում, էլի։ Բայց քիչ չեն դեպքերը պատմության մեջ, որ հենց մի քանի ձայներով տարբերություն ա եղել։
տեխնացուների միջև, հատկապես թիմ ընտրություններում, փոքր Մեր ընտրություններում։ մոտ թե ընդհանրապես Եվ մեր մոտ եւ ընդհանրապես։ Եկեք ես պատմեմ այն ինչ որ ես ուզում եմ նորը պատմեին, դուք ինձ չթողեցիք։ Ես հենց նոր ուզում եի քեզ չթողեի շարունակես, որ Մարիամը խոսի։ Իվանասի հետ։ Դա վարի դու շարունակես հետո։ Դե գլոբալ է դերասացես, որ եթե գիտակցում ես, որ այդ ինչ որ գեներացնում է քաղաքական ուժը, բաղկացած է 1 ձայներից։ Ու ինչքան շատ լինեն այդ մեկերը, կան մեկերի հետ կապված։ խնդրում եմ։ Բայց դա ճիշտ կոնցեպտ է։ Մեկ գումարած մեկ, անկախ ով այդ արտահայտության հեղինակը, դա լավ կոնցեպտ է։ Դա Նիկոլ Փաշինյանի շատ վաղուց եկած արտահայտությունն է, որ մեկ գումարած մեկ ու երկարել ինքը այդ ասում։ Ու ասում էր իդեպ կուսակցությունների ֆինանսավորման դեպքում, որ 1000 դրամ գումարած 1000 դրամ ոչ այդ բանով, այս նույն տրամաբանության մեջ, բայց պետք է դրան հետևել։ Դա համախմբվածության շատ լավ կոնցեպտ է, հա։ Ես քեզ ասում եմ ասել եմ, բայց բան, այս անդոտ ասում podcast մեջ քան ժամանակ մենք կխնայինք, եթե Նիկոլ Փաշինյանը իմանար եւ այլն արտահայտություն։ Ասա։ Ինչ էիր ուզում ասել։ Ոչ, մենք նոր հավաքվել ենք downtown-ում ենք խոսում ենք, ես ուզում եի պատմել, ինչ չէին թողել, ոչ բա պատմել, որ podcast-ի պատմեմ, ես իբա պատրաստված եկել եմ։ Ոչ, ընտրությունների հետ կապված ոնց որ շատ երկար ժամանակ տարբեր մաթեմատիկներ, տենց ֆրանսիական հեղափոխությունից սկսած ման են անում։ Փորձում էին բարձեն ինչ արդար ձև կա ընտրությունների, ու ինձ ուզում է որ այդ մաթեմատիկներից մեկը Լուիս Կերոլն էր, որ բան Արիստոտրայեն չդեսներ գրել։ Ու ինչ որ բան տենց ոնց էր error, բայց հա, ասես, գիտես դու իրան error-ի անհնարինության օրենքը, գիտես։ Չէ։ Ինքը Նոբելյան մրցանակ ստացավ տնտեսագիտությունից, կսացի, որտեղ մաթեմատիկայից չկա։ Նրա համար որ ապացուցեց, որ արդար դեմոկրատիա չի կարող լինել մաթեմատիկորեն։ Ինքը ձևավորեց 5 կանոն, որով արդար է ընտրությունները, որոնց մեջ կային են, որ պետքա ցանկացած կարծիք տեղ ունենա, պետքա տրանզիտիվ լինի, այսինքն եթե մենք նախընտրում ենք B-ին, B-ն C-ի, ան պետքա նախընտրենք C-ի, իսկ մեր մոտ տենց չի լինում սովորաբար։ Կանոններից մեկը այն էր, որ պետքա մի հոգի երբեք չկարողանա որոշի բոլորի համար, որտեղ այդ դիկտատուրա է, արդեն դեմոկրատիա չի։ Ու տենց 5 օրենք էր, ու ինքը մաթեմատիկորեն ցույց տալի, որ այդ հնարավոր չի, երբեք 5 օրենքը պահպանել։ Ու ինքը Նոբելյան մրցանակ ստացավ նրա համար, որ ապացուցեց, որ հնարավոր չի արդար դեմոկրատիկ ընտրություններ ունենալ։ Դե սովորաբար մեծամասնություն հենց ինձ թվում է հասկանալի է, որ արդարությունը տենց կատեգորիա է, որ շատ սահմանները անհասկանալի են, ու միշտ մեծամասնությունը ոնց որոշում է, դա կարա փոքրամասնության համար արդար չլինի, բայց դու ստիպված ես հաշվի նստել մեծամասնության որոշման հետ։ Դե մենք գալիս ենք ամենամեծ խնդրի, այս ընտրությունների, այս համակարգի ընտրությունների, որը աշխարհում տարածված է, որ մեծամասնությունը չի ընտրում։ Ընտրում է փոքրամասնությունը, որտեվ կա այդ սպոյլեր էֆեկտը, երբ որ ես ուզում եմ ձեն տամ ինչ որ պարտիայի ու ուզում եմ որ ինչ որ պարտիա չանցնի։ Ես մեկից վախում եմ, իսկ մյուսը նախընտրում եմ, բայց հայտնվում է ինչ որ երրորդ ուժ, որը ինձ ավելի ոնց որ կարող է դզի, բայց քանի որ ես հասկանում եմ որ ինքը քիչ է հավաքելու, ես ստրատեգիկ պետք է ձենս օգտագործեմ ու ավելի քիչ նախընտրելի պարտիային եմ տալի։ Բայց իտոգում այդ ուժի արկայությունը, եթե ինքը չանցավ շեմը, ինքը գնալու է ֆավորիտին։ Ու ես ձեն տալով հակա այն ուժին, տալիս եմ ձենս այդ ուժին։ Այդ էֆեկտը ինքը սխալ եմ բացատրում։ Ինձ թվում է ահագին միֆ կա դրա մեջ ու շատ կախված է ինչ համակարգ է աշխատում։ Համաձայն եմ, որ կա այդ ռազմավարական ու անկեղծ քվեարկության մեջ երկընտրանքը ու մենք դրա մեջ անդադ տատանվում ենք բոլորս, բայց այն որ ձայնը գնում է նրան կամ մյուսին եւ այլն, խիստ կախված է թե կոնկրետ հաշվարկի, մանդատների բաշխման, ինչ բանաձևեր կան, ինչ այնպես չի որ ուղղակի եթե փոքրինչ չքվեարկեցիր, վերջ։ Դե նայ, որպես տենց օրինակ, որը կիրառվել է ինչ որ երկրներում ու ես չեմ կարող ենթադրություններ անեմ մեր մոտ կիրառվում է թե չէ, բայց քանի որ ես դավադրություն թեորիաները սիրում եմ, կասեմ որ մեր մոտ էլ կարա կիրառվի։ Իշխող ուժը կարա ոչ ուղակի թակուն ձևով ֆինանսավորի ինչ որ ուժ, որի գաղափարախոսությունը նման է իր հակառակորդին։ Կարա լինի, որ հակառակորդից ձեները բաժանեն։ Այո։ Այդ ձևով ինքը կարա հասնի ու այդ
փոքր ուժը, որը նոր է հայտնվել, ոչ մեկին ծանոթ չի, ինքը ձեների ինչ որ քանակ կվերցնի ու փաստորեն կտա իրան, որովհետև չի անցնելու Հա, շարժ։ կարան նաև լինեն Այս այդ նույնիսկ մանիպուլյացիոն միանման անուններով, հատկապես մեծամասնական համակարգերով, իրար նման անուն ազգանուններով տեխնացուներ կարան լինեն, որ մարդիկ ուղղակի շփոթվեն այն մյուսի ինչ որ ձայների տոկոս տանի եւ այլն։ Բայց եթե մենք հասկանանք, որ մեկը 100%-անոց պրոպորցիոնալ չի լինելու ոչ մի համակարգ, այսինքն դու պիտի միլիոնավոր բազմության ձայները վերածես 100 մանդատի։ Ոչ մի դեպքում դա չի լինելու մեկին մեկ ներկայացուցչական, ուտեղ արդեն ինչ որ համակարգը ինքնակարգավորվում է, բալանսավորվում է տարբեր այդտեղ զսպումներով, քվոտաներով, ազգային փոքրամասնությունների համար, կանանց համար, ինչ որ տարածքային ցուցակներ եւ այլն, փորձում է հնարավորինս մոտեցնի լավ ներկայացվածությանը, բայց մեկը ամբողջական չի ու փոշիացումն էլ փոշիացման թեման շատ չեմ սիրում, սկսել եմ վերջերս շատ չսիրել, որտեվ այդ մարդկանց հետապահում իրապես ընտրել այն ուժին, որ իրանք կամքի վրա անուղղակի ազդեցություն է։ Հա, գուցե ես օքեյ եմ, որ հիմա չընտրվի այդ կուսակցությունը, բայց ես իրան այդ սիգնալը ուզում տամ, որ ես հավանում եմ այս կերպարի, այս խոսույթով, այս ծրագրով, գուցե այդ սիգնալը ինքը ստանում է եւ հաջորդ ընտրություններին ավելի պատրաստված։ Ավելի խելացի մոտեցում, չի։ Մենք ոնց որ ես կարամ ընտրեմ այն ուժին, որը ինձ այդքան տհաճ չի, կամ ես կարամ ընտրեմ այն ուժին, որ դուրս գալիս է, բայց մեծ հավանականությամբ կանցնի այն ուժը, որից ես ամենաշատը վախում եմ։ Երևի իրավիճակից է կախված, գիտես, եթե սենց շատ օրինակ ճգնաժամային է, պատերազմական է, որ այո շատ կարևոր է, որ այս ուժը լինի, բայց եթե տենց իրավիճակ չի այդ պահին, բայց մենք երբեք չենք կարող իմանալ տենց իրավիճակը թե չէ։ Չէ, բայց դու տեսնում ես, որ առաջիկա 5 տարվա խորհրդարանը շատ չի տարբերվելու նախորդ 5 տարվանից, մի քիչ դերակատարներն են տարբեր լինել, այդ մեծ մասամբ շատ կրիտիկական բան չի։ Ես ուզում եմ տամ իմ ձայնը նրան, որը որ ավելի քիչ շանսեր ունի, բայց ունի ինչ որ շանսեր, կստացի ստեղ ֆինանսավորումն էլ գիտեք, որ եթե 2% ստանում է ուժը, սկսում է ֆինանսավորում ստանալ հաջորդ 5 տարիների ընթացքում, կայանում այդ ընթացքում գրասենյակներ ապահովում, աշխատողներ եւ այլն, եւ զարգանում է դրանով։ Ինձ այդ առումով շատ ավելի ոնց որ հաճելի են այն սիստեմաները, որոնք առաջարկում են, որ դու ոնց որ գնահատական տաս ամեն ուժին ranking-ով, որ ինքն էլ իր խնդիրները ունի իհարկե, բայց երբ որ մենք տենց ենք անում, տենց ստացվում է, որ մենք քո նախընտրությունները հաշվի ենք առնում, որ այս իմ ամենանախընտրելի ուժն է, այս ոնց որ երկրորդ տեղում է իմ համար, եթե այս չանցնի, իմ ձենը թող գնա այս ուժին։ Ոնց որ չեմ Եվրովիժն է։ Նկատի ունես կուսակցության մեջ տեխնացուների հերթականությունն է բանան։ Տակրքիր էլի բաներ պետք է հաշվի առնել, օրինակ կանայք ավելի դժվար են ընտրվում նման ցուցակներով։ Որտեղ մարդիկ հակված չեն կանանց առավելություն տալ։ Այդ կոչվում է բաց ու փակ ցուցակներ, այսինքն բաց ոչ թե հայտնի եւ անհայտ, այլ բաց, որ տեղաշարժվում են ranking-ով եւ փակ, որ ֆիքսված են։ Ոնց հիմա մեր մոտ է փակ համամասնական եւ այստեղ կուսակցությունն է որոշում, հա ավելի շատ է լծակներ տալիս կուսակցությունը, քան ընտրողին, բայց եթե ինչ որ բարիերներ կարծրատիպեր հաղթահարենք, ես էլ եմ ավելի կողմ այդ սիստեմային։ Հա, որ կանայք չեն ընտրվում, այդ ավելի շատ ոնց որ ինքը մեկը արտացոլում է ժողովրդի տրամադրությունը, այն որ ինչ որ սեքսիստական տրամադրություն կան ժողովրդի մեջ, արտացոլվում է ընտրությունների մեջ։ Բայց կոնե դու մեջ։ փակի դեպքում քվոտայով դա կարողանում ես կոտրել, հա։ Ես կողմ եմ այդ մտածողության բռնի փոխակերպմանը։ Հետո ինչքան դու հիմա այդ քննարկումն էլ կա, որ արհեստական է կանանց այդ քվոտային համակարգը, որովհետև եթե կինը ուզում է մասնակցի, թող մասնակցի, բայց բերում իրականում քաղաքականությամբ չհետաքրքրվող կանանց մտցնում եք ցուցակ։ Ես ինձ թվում է ծայրահեղացում է, որ իրականում որ մի կինն է հիմա քաղաքականության մեջ, որ հետաքրքրված չէր։ Այդ քննարկումը, եթե չեմ սխալվում, տենց ավելի թեթև նոտայով եղել է վերջին բանավեճի ժամանակ։ Այսինքն այդ քննարկումը ամեն դեպքում կա, մեղադրանքներ կան կանանց նկատմամբ, որ դու արհեստական գնացել ես ազգային ժողովում պատգամ։ Չէ, այդպես ոնց էր, օրինակ դու ասում ես անտեղյա քննադատությունը, որ դրանք արհեստական։ Հա, ասեմ ինչի, որովհետև մեկը դու պետքա ինչ որ պարամետրներին համապատասխանես։ Տենց օրինակ քննարկում կար, բան Ամերիկայում շատ էր այդ Չարլի Կիրկը բան քննադատում, որ օրինակ երբ որ կվոտաներով պիլոտներին մենք վերցնում ենք, մենք որակն ենք իջացնում,
դու մեկա պետքա քննություն անցնես, որ դու պիլոտ ունես։ Դու չես կարող ուղարկի կողքից մարդ ունես, ասես ես սև եմ, ինձ պիլոտ սարքեք։ Չէ, դու պետքա քննություն անցնես, մասնագետ լինես առաջին հերթին։ Ստե հարցը նրա մեջ է, որ համակարգը տարիներով նախընտրություններ է ունեցել, որը փորձում ենք շտկենք։ Այդ չի նշանակում, որ կանայք չեն եղել քաղաքականության մեջ, իրենք միշտ եղել են։ Ուղղակի իրանց տեղ չի տրվել, իրանք role model չեն դարել, ուրիշ կանայք չեն ունեցել մոտիվացիա, որ խուսափում ու ինչի մոտիվացիա չեն ունենում, ինչի են խուսափում։ Դա երեկվա բանավեճը ահագին ցույց է տալի ինչի։ Հա։ Բայց դա չի շարքում, հետո երբ որ դու ասում ես նա ես էլ համաձայն չեմ, որ կանայք հետաքրքրված չեն։ Ինձ մի վարքան թվաց, որ հավատացել։ Չէ, ես համարում եմ, որ հետաքրքրված են, բայց ես համարում եմ, որ այդ ազդակները, այդ քննադատությունները, կանանց նկատմամբ ճնշումները եւ մնացած բաները, ուղղակի դու նայում ես երևի ամենաակտիվ գործող կուսակցությունների ցուցակներով։ Իսկ մենք ունենք շատ, այո, մենք ունենք շատ կուսակցություններ, որտեղ ինձ թվում է դժվար է չհամաձայնելը, որ այդ ցուցակներում կանայք արհեստական են մցված, որովհետեւ դու չես տեսել կամ կարող է իրենք հետաքրքրված են, բայց չեն զբաղվել քաղաքականությամբ եւ ես ասում եմ, որ դա պետքա ես կողմ եմ այդ քվոտավորմանը հենց նրա համար, որ մարդիկ ավելի շատ ընտելանան կանանց ներկայացվածությանը։ Բարձա։ Բացի մարդկանցից հենց կուսակցությունն էլ ինքը ինչ որ pragmatic հաշվար կա տանում։ Երկարաժամկետ ինքը պոզիտիվ հետ կա թողելու։ Հա, ես դրան շատ լավ եմ վերաբերվում։ Բայց կուսակցությունն էլ ինքը նայում է կոպիտ ասած երկար տարիներ ընտրությունները եղել է այսպես տասով շիկության, ջենտլմենային պայմանավորվածությունների, թաղային պայմանավորվածությունների հարց ու այդ գործում լավ են եղել տղամարդիկ իրանք են ունեցել սոցիալական կապեր, հեղինակություն, ընկերներ, չգիտեմ, ընտանիքներ, գերդաստաններում իրանք կարային ուղղորդեին, հետևաբար տղամարդիկ դարել են այդ ձայն բերող, հավաքող, կոնսոլիդացնող, ու այդտեղ կանոջ դերը քիչ ա եղել արդեն ավելի լայն, որտեվ հասարակական հարաբերությունների մեջ է այդտեղ կանանց դերի խնդիր եղել։ Հիմա դա քիչ-քիչ փոխվել է, բայց հիմա էլ այլ խնդիրներ ա գալիս կներես։ Խնդիրներից բան կանենք, պատկերացնես 10-ով շիկություն անեին կանայք։ Ասենք բիսեդկայում նստած լինեին։ Բայց ես ձայնագրություններից հետո ինչքան կանայք կային։ Հա, իրականում կային, բայց իրանք կաբինետներից ենթադրյալ իրանք ավելի շատ այնտեղ ադմինիստրատիվ ինչ-որ պատասխանատուներ նստած են գրասենյակում, ես էլ էջրիկանում, պատկերացրա բիսեդկայում կանեք, սենց ապա հլա արի։ Իրանք դա չեն, կային բան սեքսիստական էլի իրանք բան տիպը կոֆե նայեմ։ Մանիկյուր, հա։ Ես տենում եմ, որ դու պետք է ինչ-ինչ։ Բաներ, ես ուզում եի ուրիշ բան ասեի, որ այդ 10-ով շիկության ինստիտուտը ինքը մի քիչ մշակույթային է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն երբ որ Այսինքն ամերիկացին հակված չի 10-ով շիկություն անելու։ Երևի հակված է, բայց ոնց որ տենց ինչ որ խումբ տղամարդկանց հայաթից արդեն սկսած, չեմ արդեն ինչ որ ավելի մեծ տարիքում ինչ որ տենց ավտորիտետ ավելի կերպարը, որը սաղին կարա ասի սենց արա, նենց արա, այդ ինչ որ մեր մշակույթի մասն է, որ դու մեծանում ես, առնվազն այդ էր շատ երկար ժամանակ։ Ու այն որ քաղաքական process-ները նաև այդ օգտագործում էին այդ համակարգը, ինքը իմ համար ակնհայտ վատ չի, ոնց որ վակուումի մեջ վերցած վատ է ինքը, բայց որպես պատմության մի մաս, ինքը բավականին տրամաբանական է, ինքը ավելի հեշտ ձև է մոբիլիզացնելու մարդկանց, որոնք այլ ձևով կարող չմոբիլիզացվեն։ Ես ավելի կտրուկ եմ նայում դրան, դա վատ է եւ դա պետքա բացառվի, պետքա քննադատվի։ Քաղաքական ինստիտուտների զարգացած պայմաններում։ Այդ է զարգացման ճանապարհը։ Բացակայության դեպքում դու ինչ որ ձև պետքա մոբիլիզացնես մարդկանց։ Իսկ թվում է ուզում ասի, որ նաև այդ ինչ կատարվում է հասարակության մեջ ընդհանրապես արտացոլվում է ընտրություններում, չի կարա հասարակությունը մշակույթը մի ձև լինի եւ ընտրությունը sense ինչ-որ անջատ տարածքում է։ Ու այդ շատ ճիշտ է ցանկացած հարցի հետ կապված, որ մենք այսօր կքննարկենք ցանկացած էլի խոսքի ազատություն կլինի, դատական ոնց կա մենք մեկ մտածում ենք, որ կարա ամեն ինչ լինի այնց ոնց կա, բայց ընտրությունները լինեն լավագույն ստանդարտներին հավասար։ Դա չի։ Ես մի հատ տղա հետ շփվում, ինքը ասում է, ինչ որ կուսակցության օգնին է, ինքը ասում է, դե ես իրանց օգնին պետք է անեմ, ու ես մի 200 հոգի էլ ունեմ, ու մենք կարանք sense մարդկանց, պրոստը փող պետքա ֆռա, էլի, իրանք էլ ժլատ են ասում, փող չեն տալի, իրանք պետքա փող ֆրծնեն, որ մենք կարանք տանենք։ Ոնց է բարձրացել կաշառքի սակագինը։ Հա, հա։ Ենթադրյալ, թե Ենթադրյալ կաշառքի, ենթադրյալ հանցագործների կողմից, հա։ Եթե կուրսը հիմա։ Եթե ժամանակ 10,000 էր, հիմա 100,000 է։ 5 էլ է։ Ընդ որում այդ sense տարբեր է, եթե առաջ համատարած բաներ, հա, հավասարություններ այդ իմաստով բոլորին հավասար 10,000, հիմա մարզից մարզ տեսնում ես, որ ու
մարդկանց խմբից խումբ տարբեր է, այնտեղ 25-ից 100 ավել խոսակցություններ կան։ Կախված թե ինչ աշխատանք ես անում։ Ինչ ես անում, ով ես, ինչքան կարևոր է գուցե այդ կուսակցության համար, ծանոթ ունես, հա, ինչ ծանոթ ունես, բայց դա էլ հուշում է, որ թանկացել է, հա։ Համ թանկացել է, համ էլ հուշում է, որ նաև շուկան պահանջատեր է դարել, ինքը իրան թանկ է գնահատում ու այդ ես զգում եմ նաև հարցազրույցներում, ձայնագրություններում այն ժամանակվա 10000-ը։ Բայց հարցը տարբերությունն է, ոչ միայն փոփոխությունը։ Ու իրանք պահանջում են, եթե ձայնագրություններում ես նկատում որ ուզում են այդ շատ Այդ եմ ասում, ես էլ այդ տողետ որ խոսում էի, ինքս ես բան, էլի, հանցագործությունը ոչ միայն կաշառք տալը, այլ նաև կաշառք վերցնելը։ Disclaimer եւ միջնորդությունը։ Եվ միջնորդությունը։ Էլի, առանց ինչ որ բան սատարելու կամ քննադատելու, եթե մարդիկ կան, որոնք չէին գնա ընտրությունների, ու իրանց տենց մոբիլիզացնում են, ու իրանք գնան։ Առնվազն իրանք տեղի իմանում են ընտրական։ Բայց մի բան է մոբիլիզացնել, այլ բան է ուղղորդել վերահսկել ու վախի բան ճնշում տարածել։ Ես կարող ասեմ, որ մենք sense կարող ենք absolute վերցնենք, որպես երևույթ, բոլորը վախացնում են, բոլորը ուղղորդում են։ Մենք էմոցիոնալ sense մի բան է էմոցիոնալ, այլ բան է, որ դու կոնկրետ հարաբերությունների մեջ ես ու կոնկրետ կախվածությունների կամ վտանգների տակ ես։ Պարտավորեցնում ես մարդուն, որ փող տվեցիր, շոր, շալվար, կոշիկ։ Եմ աշխատում, մեջ որ ես կողմ եմ, բայց ինձ հետաքրքիր է, էլի, որովհետև պրինցիպիալ ես կարամ չհասկանամ այս հարցը։ Մի կողմից ինձ մեկը ասում է, նայ, եթե դու ինձ չընտրես, կտամ գլխիդ։ Այն մյուս կողմից ինձ մեկը ասում է, եթե դու ինձ չընտրես, պատերազմ ես սկսելու։ Ես սկսում եմ մտածել, արի, չէ, լավ, թող տան գլխից պատերազմ մենակ թե չսկսի։ Իդոգում ինձ մեկը ուղղորդեցին ու վախացրեցին։ Տարբերությունը պրինցիպիալ է, բայց շատ տարբեր է, երբ որ ինչ որ մեկը ասի քեզ, եթե դու չընտրես, խնդիրներ կունենաս, գյուղում քեզ բարև չեն տա, աշխատանքդ կկորցնի, դա շատ ավելի շոշափելի, իրական վնաս է, վտանգ է քո համար, քան ինչ որ էմոցիոնալ վախեր։ Իսկ այդ թաղային մակարդակում մոբիլիզացիան հենց դες բաներով կարա ուղղորդվի։ Նորից ասա։ Ասեմ վախը չի կարա էմոցիոնալ չլի, վախը էմոցիոնալ։ Հա, բայց թաղերում այդ վախի վրա չի արվում մենակ, ինչ որ բաներ խոստանալ, ծանրության բաներ կան, իրանք բոլորը ոնց որ ընդհանուր առմամբ համարվում են ճնշում, հոգեբանական ազդեցություն, հա, ավելի լավ բառը, բայց ծանրության աստիճաններ ունեն։ Ամեն դեպքում որ մարդուն փող ես տվել կամ ուղիղ սպառնալիք ես հնչեցրել, որը շոշափելի հետևանք կարա ունենա, օրինակ որ կգան, ասենք, չընտրես, կգան գլուխդ կջարդեն քո հարևանները, բան տենց ինչ որ, այդ ավելի շոշափելի է, քան երբ որ ընդհանուր հայտարարություն է հնչում, որ ասում ես, եթե ինձ չընտրես, վատ բաներ մեր երկրում։ Կամ գողականները պրագոն են արել, չէ՞, այս վերջերս ձայնագրություններից մեկում կար, որ գողականները ասել են սրանց չընտրեք, նրան չընտրեք, մարդը արդեն լավ հասկանում է այդ համակարգը ոնց է աշխատում ու իր համար ինչ հետևանքներ կարա լինի։ Իսկ թվում է իրականում այդ չի հարցը։ Պրինցիպիալ առումով մեկա տարբերությունը մեծ չի։ Պրինցիպիալ առումով տարբերություն կա ուրիշ տեղ, որ եթե մարդը ընտրակաշարքով է գալի իշխանության, այդ նշանակում է, որ համակարգը կողմ է դառնում այն մարդկանց, որոնք այդ ընտրակաշարք բաժանելու ունակություն փող ունեն։ Դա տենց է աշխատում։ Հա, այսինքն չի կարա մարդը ուղղակի զգուշակցություն հավաքի, գաղափարական գա իշխանության ու իշխի, որտեղ ինքը այդ ընտրակաշարք բաժանելու փող չունի։ Այսինքն անարդար դաշտ է շատ ստեղծվում։ Բայց այդ դեպքում մենք պետք է նաև հասկանանք, որ ու այդ մենք դրա մասին շատ ենք խոսում, որ նույն ձև եթե դու մեդիային ավելի շատ ոնց որ բան ունես, դոստուպ ունես, նույն պրինցիպն է աշխատում, ոնց որ համակարգը գալու է առաջ ընդառաջ այն մարդկանց, որոնք ավելի շատ մեդիային դոստուպ ունեն, այդ մեկը փողով է շատ անգամ լուծվում ու էլի նույն բանն է գալիս։ Շատ բայց հիշում ես կային տարիներ, որ բոլորն էլ բաժանում էին։ Ընտրակաշար։ Դե այն ժամանակ որտեվ խաղի կանոններն էր, ես ասում եմ, ինքը մշակութային էր ավելի շատ։ Ընդդիմությունը հավաքական ընդդիմությունը չէ՞ էլի, ընդդիմության բոլոր մասնակիցները բաժանել են, կա տենց։ Չէ, ոչ բոլոր, բայց այն հիմնական ընդդիմությունը չէ, որ հիմնականում հակված է եղել նաև համագործակցության։ Այո։ Փոքր էի մարդ եմ հիշում մի քանի տեղից վերցնել։ Հա, այո։ Ու այդ շատ տարածված էր, մարդիկ գնում մի քանի տեղից վերցնում էին ու կարող է ոչ մեկին վերջում չընտրեին, բայց այդ ոնց որ արդեն նորմա էր դարել։ Նորմա էր դարել, հա, որ կարելի է տենց էլ անել։ Արդեն թափունել չէին խոսում։ Ու քեզ էլ դա դեպքի այնց երեկո այդ բան որ նայում էի Չարքաստը բան, կսած շատ խորհուրդ եմ տալի Ազիմովի հետ կապված ընտրությունների Չարքաստը։ Ես էլ եմ լսել շատ լավ։ Շատ կայֆ թողարկում է։ Ունդե իրանք ես այդ գիրքը չեմ կարծած։ Ես Ազիմովից մենակ էկրանիզացիան եմ նայել։ Ու ընդ տենց գաղափար էր որ ոնց որ կարճ ասած պատկերացա որ ամեն ընտրություններին մի հոգի է ամենակ ընտրում բոլորի համար։
Եթե դու այս ընտրություններին դու ընտրեիր բոլորի համար, քո ընտրությունը ավելի հեշտ կդառնար, թե ավելի դժվար։ Ինձ թվում է ավելի դժվար, որովհետև շատ դժվար է հաշվի առնել բոլորի ցանկությունները։ Հետո ճիշտ ու սխալ չկա, օրինակ գաղափարախոսությունների կամ քաղաքական դպրոցների մեջ։ Իրանք երկուսն էլ ունեն, երկուսը չէ, իրանք բոլոր գաղափարախոսություններն ու դպրոցներն ունեն դրական ու բացասական կողմեր։ Մարդը կարող է տնտեսությունը պատկերացնում լիբերալ, ես ավելի փակ, ավելի սոցիալ-դեմոկրատական տրամաբանության մեջ։ Բայց դրանցից որն է ճիշտը բացարձակ, շատ դժվար է ասել, հա, ոնց ընտրես։ Իսկ կոմand ավելի դժվար կներ, թե ավելի հեշտ։ Իսկ թվում է ավելի հեշտ կլիներ, որովհետև ես ուղղակի կառաջնորդվեի մեծամասնության պատկերացումներով, կուզեի, որ ավելի շատ։ Բայց ոնց իմանաս մեծամասնությունը։ Հանրային տրամադրությունները իմանում ես, չէ՞, հասկանում ես, կամ նախորդ ընտրություններին ես ողումանում, կամ ինչ որ հարցումների եւ այլն, եւ եթե պատասխանատվությունը քոնն է, այդեղ ավելի շատ մարդկանց ներկայացնել, դու ուղղակի կարող ես մեծամասնության տեխնացուին քրել։ Ես զարգացնեմ էլի այս հարցը։ Ես ուղղակի ասեմ ինչի եմ էլի այդ հարցը տալի, որովհետև ես դրա մասին սկսեցի մտածել ու ես հասկացա, որ իմ համար անտանելի կդժվարանար ընտրությունը, եթե տենց բաներ, ինչից ես հասկացա, որ ես ընտրությունը այդքան էլ ազնիվ ուրեմն չեմ կատարում։ Այսինքն եթե ես իսկականից վստահ լինեի, որ այն կուսակցությունը, որին ես ուզում եմ ընտրեմ, ինքը ամենալավն է, իմ համար պետք է հեշտանար ընտրությունը։ Ես բոլորին լավություն եմ անում, ես գիտեմ, որ ինքը ավելի լավն է, բայց ես չունեմ տենց ընտրություն, իսկ նույնիսկ եթե ունեմ ինչ որ ընտրություն, որ մտածում կարող է այս լավն է, ես մեկը վստահ չեմ, այնքան, որ ես կարողանամ իմ վրա տենց վերցնեմ պատասխանատվությունը ու բոլորի համար ընտրեմ։ Ինչը բերում է այդ մտքի, որ նաև տենց կոլեկտիվ ընտրությունները ինձնից ահագին պատասխանատվություն են անում։ Որ ես գիտեմ, որ այդքան էլ կարևոր չի մենակ իմ ձենը։ Ես կասեմ, մնացածը ոնց ընտրեն էլի, բայց ես մոտիվացիան է էական։ Այդ որոշումը կայացնես, որ այդ պահին լավ լինի ու բոլորը գոհ լինեն։ Օրինակ ընտրեցիր մեծամասնությունը, ում որ ուզում էր, այդ ընտրությունը արեցիր, բոլորը ուրախ են, ու մենք տենց էլ ուզում էինք լիներ, բա հետևանքները ոնց որ որն է մոտիվացիան, ուզում ես լավ հետևանքներ լինեն, թե ուզում ես բավարարես այդ մեծամասնության ցանկությունները, որովհետև մեծամասնություն հետևանք լինի երևի։ Բայց դա կարա լրիվ հակասի։ Բավարարես, այլ ավելի շատ վստահում ես այդ կոլեկտիվ իմաստությանը, մտածում ես, թե եթե այսքան մարդ ուզում է առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կոլեկտիվ իմաստնության վարկածը, ինձ հետաքրքիր է մեր հանրության կոլեկտիվ իմաստությունը ոնց է աշխատել վերջին 30 տարում։ Օրինակ կոլեկտիվ իմաստության մաս չի այն, որ մարդիկ չեն կոլեկտիվ երևի իմաստության հականիշը չի այն, որ մարդիկ չեն գնացել ընտրությունների կամ օրինակ տեսել են, որ ընտրակաշառքը բաժանվում, շատ հաճախ դրա մասին լռել են եւ դրա հետևանքները հիմա էլի առանց մեղադրելու իրականում ուզում եմ տենց լավ բաց քննարկենք, չեմ ուզում որևէ մեկին մեղադրեմ, բայց այն ինչ որ ես ձեզնից տարիքով ավելի փոքր եմ, բայց նաեւ ձեր ավակ սերունդը, այս ամբողջ բեռը եւ պատասխանատվությունը հիմա թողել է մեր վրա եւ դա իրանց կոլեկտիվ իմաստության հետևանքն է։ Ես մի հատ արագ այս մենակ այդ ֆրազայի մասին ասեմ, որովհետև ես հələ այդքան չեմ հեռված այն ժամանակից, որ իմ վրա այն բեռ գցե։ Ու ես վստահեցնում եմ, որ նախորդ սերունդը լա բեռով է։ Այդ հավերժական է։ Հա, այդ բեռը ինքը երբեք չի սպառվելու։ Դու մյուս սերնդին անբեռ չես թողելու։ Հա, այդ շարժող այդ ֆրազան ինքը բան է, էլի, ստե ես սկսում եմ արդեն այս փնփնտանտերու կասեմ, որ այս ջալերը շատ բան են, էլի նեժնկային, արա դե բեռա տարեք, էլի, դες չի որ մենք ելենք դες երաժշտի աշխարհում ենք։ Հետո նաև պետքա լավ բաներն էլ տեսնել գնահատել, էլի, այդ կոլեկտիվ հանրույթը ոչ մի լավ բան, ոչ մի լավ փոփոխություն չի արել, ոչ մի դրական ուղղությամբ շարժ չի արել։ Իմ համար վառ օրինակ է այդ կոլեկտիվ հանրույթի դրական գործունեության Արցախյան ազատամարտում հաղթելը։ Նաև դիմանալը այդ շրջանին, որպես այդ ամենակարկառուն, ամենավառ օրինակն է, հա, բայց քանի որ խոսում ենք ընտրական գործընթացների մասին, ես այդ համատեքստում եմ ասում, որտեվ կայացրած որոշումների պատասխանատվությունը հիմա մենք տարբեր մակարդակներում զգում ենք։ Այդ համատեքստում ինձ թվում է մի քիչ շատ ենք չափազանցնում կոլեկտիվ իմաստնության մասը։ Բայց էլի հետ գնանք Աշոտի այն ասացին, որ այդ կապված է հայելինա հասարակության։ Այսինքն էս չի որ այն ընտրությունը, որ արվել է նախկինում, չի արտացոլել այդ ժամանակների հասարակության բոլոր պարամետրերը։
կրթությունից մինչև այլ Բայց դա պատկերացումներ։ հասարակության մեղքը չի։ Դա բնական է, դա ոչ մեկի Ու մեղքն այդ չի։ էլ է շատ կարևոր point, որ մեր վրա շատ բան է, պատասխանատվություն է բարդվում նրա համար, մենք ինչ ընտրություն ենք կատարում։ Ու եթե սխալ ընտրություն կատարեմ, կամ պատերազմ կսկսի, կամ Ռուսաստանը կգա մեզ կսպանի, կամ էլի ինչ որ բան, ու 18-ին էլ էր այդ իմ մեղքը, ու ամեն անգամ իմ մեղքն է, որ ինչ որ բան կատարվում է, ու ես ընդհանրապես համաձայն չեմ դրա հետ։ Այդ քաղաքական գործիչների մեղքն է։ Մենք ընտրություն չենք կատարում փաստերով, երբեք։ Այդ հնարավոր չի, մենք չունենք էլ այդ փաստերը։ Մենք կատարում ենք էմոցիաներով, ու էմոցիաները շատ հեշտ մանիպուլյացվում են։ Դրա համար քաղաքականությունը այն է, ինչ որ կա։ Ու հետո մեղադրել մարդկանց, որ ձեզ խաբել են, դուք խաբում եք։ Քաղաքական գործիչները բոլորը անխտիր խաբելու բիզնեսի մեջ են։ Այդ իրանց գործի մասն է։ Իրանք բոլորը մեկի նման ասում են, որ իրանք ազնիվ են։ Էդ էլ է հազարամյակներով եկած տրադիցիա։ Ու հետո բարթել ժողովրդի վրա իհարկե հեշտ ձև է, բայց մեղավորն են մարդիկ, որոնք սխալ որոշումներ են կայացրել, ու այդ իրանց վրա պետք է պատասխանատվությունը մնա։ Գիտես, այստեղ ինչ եմ ուզում ասել, որ մենք մտածում ենք ընտրությունը այդ վերջին կետն է։ Ընտրեցինք, վերջացավ ամեն ինչ։ Ու հա, ընդեղից հետո իրանք ինչ որոշումներ արեցին եւ այլն, չենք հետեւում, չենք մասնակցում, բայց իրականում եթե մենք հակառակ ընկալում ունենք, որ ընտրությունը առաջին կետն է, առաջին քայլն է, ու դրանից հետո կառավարության գործունեություն, ազգային ժողովի պատգամավորների արդյունավետություն, մասնակցել եւ տենց նայենք, իրան մեկնարկային կետ նայենք, իսկ մենք մտածում ենք, գնացինք մի անգամ, քվեարկեցինք, հետո ինչ եղավ, լավ ու վատ։ Ես պարտքը կատարեցի։ Ու պատասխանատվություն ենք զգում, որ վատ գնաց, բայց ախր ընտրելուց մտածում էինք, որ լավ էր, չէ, լավ բաներ էին խոստանում։ Այդ ընթացիկ ներգրավվածությունն էլ ու առհասարակ կառավարման այսպես մատերիալանքով նայելը բերում է նրան, որ հաջորդ ընտրություններին հետ ենք նայում, ասում ենք, սրանց ընտրեցինք, հետո չենք նայում, որ հետո 4-5 տարի ոչինչ չարեցինք, որ իրանք ստիպենք իրանց աշխատենք, վատ եղավ։ Ստեղ հիմա էլի ստեղ ենք, որ պիտի ընտրենք։ Ու էլի դրան նայում ենք, որպես մեկնարկային վերջին։ կետը պետք է լինի, ոչ թե վերջնակետը։ Հա, մտածողության մեջ։ Հա, շարունակաբար ոնց որ այդ հանրային վերահսկողության գործառույթը փորձել կատարել, բայց երևի հաճախ մարդկանց թվում է, որ կան կոնկրետ խմբեր, որոնք պետք է անեն այդ իրանց փոխարեն, հասարակական կազմակերպություններ, չգիտեմ, դիտորդներ, լրագրողներ, բայց այդ մարդկանց էլ է պետք օգնել։ Այդ դերակատարները իրանք օղակ կարան լինեն, կապեն, այսինքն կապեն պատգամավորին մարդկանց հետ, հանդիպումներ, նույն ՀԿ-ները, լրագրողները եւ այլն, բայց իրանք չեն կարող ստանձնեն լրիվ այդ պահանջողի դերը միայն։ Մի հատ ընկերոս հետ քննարկում էինք, ինքը ինձ շատ լավ բացատրում էր ինչի եմ ես սխալ ես հարցում, բայց մի քիչ կա ստե այդ բա, որ ընտրություններից առաջ քաղաքականությունը շատ entertaining է դառնում։ Այսինքն երեկվա դեբատները կապ չունեն ընտրական ոչ մի process-ի հետ։ Ոչ մի ողջամիտ մարդ չի նայելու այդ բովանդակություն, հա, եւ որոշում կայացնի։ Օրը ջան արա, էս ի՞նչ լավ ասեց, չէ, ես սրան եմ ընտրելու, հա, դա չի կարող լինի, այդ խոսակցությունը չի, դա ոչ մի բովանդակություն չկա։ Ու այդ բայց ինքը շատ զվարճալի է նայել։ Կամ մենակ ես եմ լավ տես մարդ, որ ես այդ կոնֆլիկտից կայֆ եմ ստանում։ Որովհետեւ քեզ մասնակից ես զգում process-ին։ Այդ դա է մոտիվացիա։ Այդ մարդկանց մեծամասնությունը չի սիրում։ Ով էլ նայում է մեծամասնությանը ինչ որ բան, ինչ որ մի երկու հոգու կարող է սիրում, մեծամասնությունը չի սիրում։ Հիմա դու նայում ես ոնց են իրանք քրտնում ընդ եթերում, ոնց անդե Պետրոսը ջղայնում, ձեռը կտրեք իր բան ու կայֆ է ստանում, կոնֆլիկտ է, դրամա է, դու գլադիատորների ոնց որ բոյ ես նա։ Ու քաղաքականությունը ոնց որ հատուկ ընտրություններից առաջ տենց կարողանում է գեներացնի ուշադրություն, բայց հենց վերջանում ընտրությունները ինքը դառնում է ջանջալ, ահա որ սենց են բան ֆորմուլիրովկեքով, փաստաբանական, դժվար օրենքներով, որոնք դու չես կարող կարդաս, էլ հետաքրքիր չի, էլ քեզ հերոստացով ամեն րոպեին չեն ցույց տալի, ամեն YouTube ալիքը հետաքրքրված չի, էլ քաղաքականությունով դու դուրս ես մղվում այդ process-ից ու հիմա դու պետքա լիքը ջանք գործածես, որ մտնես ներս։ Ստե մտնելու համար ես հիշում եմ կես տարի առաջ մարդիկ այն որոնք ասում են ես չեմ գնալու ընտրությունների, սա նույնն են բան։ Կես տարվա ընթացքում ես տեսա որ ոնց իրանք ամեն ինչի մասին տեղեկացան, իրանք հիմա հստակ ընտրություն բաց խոսում են ում են ընտրելու, հասցրել են, որտեվ շատ հեշտացել է մտնելը այս բային քաղաքականության։ Այս բային ինտենսիվ է, բայց աշոտ դու հետևում ես մեր ազգային ժողովի նիստերին առհասարակ ահագին entertaining-ը նաև ընթացքում։ Բայց դերիլերը բերում է այդքանը, բայց ընդեղ էլ բովանդակություն չկա։ Հա, բայց այդ կամերաների էֆեկտը անընդհատ կա, հենց կան կամերաներ, քաղաքական գործիչները ահա որ էմոցիոնալ եւ
այդպես ներգրավող ոչի մեջ են լինում։ Ես եղել եմ հանդիպումների գործիչների հետ առանց կամերաների եւ կամերաներով, տարբեր մարդիկ են։ Այն որ ընդդիմախոսները իրար հայհոյում են ազգային ժողովի ամբիոնից, հա, ես էլ եմ տեսել, որ իրանք լրիվ այլ միջավայրում շատ նորմալ հարաբերվում են։ 32 ատամի 1000 տարվա սկեչն է, Ուղղակի ընտրությունների ժամանակ շատ ինտենսիվանում է, շատ այդ կարճ ժամանակահատվածում շատ է լինում, այս թվում է այդ բայց ինձ թվում է սովորական ժամանակ էլ է նույնը։ Քիչ ուղղակի հանգիստ տոնի մեջ։ Control Z-ի ժամանակ որ գալիս են տեխնացուներ կամ գործիչները իրենց ցուցակներից, տենց որ տենց իր մասնագիտականից դուրս շփվում ես հետը, տենց մեկ ասում, այս Կարգին մարդ է։ հարևանա, այն որ տենց գլեչատնի բրիջի ահակրն, ասես մարդ է էլի ինչ որ քիչ ինչ գնում ուտեղ տենց բաներ ասում։ Հա, ես բանը այդ control Z-ը որ սկզբում բանն է, տենց նայում ես դու control Z-ը։ Նախորդ շարքն էին նայում, Արենի ու Ջուլիետայի հետ անկեղծ գլնում։ Չէ, ինձ չասում Նարեկան շատ ուզում, որ Նարեկ շատ ավելի տենց բանա, ոտի վրա արագ է իմ համար, սուսնալ, ոչ միանք ինձ ավելի շատ եմ ուզում, չասեմ։ Ու բաներ։ Սաղ էլ մեր երեխեքն են, երեխեք։ Չէ, տարբերություն չենք դնում։ Իրանք ոնց որ Արենն ու Ջուլին իրանք ավելի cute էին sense ինչ որ, չեմ թաքցնի որ կարող է դրա պատճառով սկսեցի նայել, որովհետև շատ sense ինչ որ տարօրինակ էր այդ բան, բայց հիմա ավելի հետաքրքրված եմ, որովհետև ավելի բովանդակալից է իմ համար դառը, բայց կայֆա որ ամենասկզբից որ գալիս է հյուրերը դες բան ինչ որ դες բանա, չէ, sense icebreaker վիճակա, որ իսկ ինչ է բացի քաղաքացիություն բան, ու իրանք բան հələ որ շատ չէր պոպուլար, ես տանում որ իրանք change ոգում, հիմա ինչ է իրանք այդ կատարվել Հա դե երեխեք են բանես ինչ լավ դեր բան ու հետո սկսում է այդ գրիլը դաշ Այդ ավելի շատ է օգնում որ իրանց տեսնես նոր վիճակում որտեվ իրենք սովորեն որ դու ինչ որ հաշվետվությունների հղում կանես կասես բայս կայքում բայց չէ Ջուլիետան ու Արենը sense կարող sense նայեն ու ասեն ինչու իսկ ինչու է դա տենց ու իրենց համար դա անսովոր միջավայր պետք է բացատրել պետք է բացատրել Հա, բայց շատ ներվայնանում էին, որ ներողություն ներվայնանում էին որոշ գործիչներ, որ գնում փորում է իրեն ամենահին բաները։ Խոսում չէ, շատ տարածված էր իրանց մոտ, հա։ Սրանից գիտեք ուր եմ ուզում տանել, որ ինձ թվում է մեր քաղաքական խոսույթի խնդիրներից մեկն այն է, որ տարբեր դերակատարներ չեն ուզում ընդունել, թե իրենք ինչ մեծ սխալներ են արել նախկինում, այդ թվում եւ ընտրական գործընթացների ժամանակ, որովհետեւ այդ բոլոր արձանագրությունները կան ԵԱՀԿ-ից, չգիտեմ, դիտորդներից, բաներից, դե հենց այդ գիտես ինչ մարդկային բան կլինի, այսինքն դե ժամանակները ուրիշ էին, դե գիտեք ոնց որ դա ընդունված էր, դա այն ժամանակ կոռուպցիա չէր համարվում, կարան գոնե sense Դիվանագիտորեն իրանք տեխնիկապես ասում են, եթե շատ ուշադիր լսես, բայց այդ հաշտեցման գործընթացում, հանրային հաշտեցման գործընթացում շատ կարևոր է ուղիղ ընդունել այդ մեղքի մասը։ Դե այտենց չի կարող աշխատի, եթե ինքը այդ մեղքը ընդունի, չէ, ինչի՞ չի աշխատում, որովհետև եթե ինքը այդ ընդունի, ինքը այդ ցախ մենակով չի արել։ Այդ եկա ցանց էր, որից ինքը միջև հիմա կախված է։ Այդ ցանցի հիման վրա ինքը շարունակում է գործունեությունը։ Եթե ինքը սկսի այդ ցանցը աճ ու ձախ կտրել իրանից, ինքը դառնում է քաղաքական դիակ։ Չէ, բայց մեկ-մեկ պետք է իրան կտրել դրանից, որտեվ մեկ-մեկ իր ռեբրանդինգի համար դա միայն դրական կլինի կտրվել դրանից։ Հա, դա շատ մեծ վախ է, բայց կարող է դրանից ազատվելը բարձրացնի իրեն։ Այո։ Ես քաղաքական գործիչների մեջ այնքան տեսել եմ մանիպուլյացիաներ տեղից տեղ թռվռալ, որ ես շատ զարմանում եմ, որ եթե տենց այդ օպցիան լիներ, որ իրանք չէին օգտագործի այդ, որտեվ այսօրվա օրով ազնվությունը, անկեղծությունը ինքը թազա բրենդ է, որը բոլորը ծախում են բոլորի վրա։ Դες մենք հիմա խաղում ենք անկեղծություն։ Մենք նույնիսկ այս ոդկասթով փորձում ենք այդ ինչ որ ձև խաղանք, հա։ Մենք կարող է 90%-ով անկեղծենք, բայց իտոգում մենք պայմանավորվել ենք, պատրաստվել ենք, լույս ենք դրել, այս իսկական խոսակցություն չի։ Ավելի հավատալու լինի։ Բայց մենք ծախում ենք որպես անկեղծություն։ Քաղաքական գործիչները պետք է հասկանային ինչա կատարում աշխարհում ու սկսեին ծախել այդ։ Ինչ որ քաղաքական գործիչներ մենք դնում ենք որ նույնիսկ անում են։ Թող նույնիսկ ծախեն, հա։ Թող ծախելու համար։ համար։ Որ եթե իրանք չեն անում, կարողա դրա հետևը ոչ թե իրանք ինչ որ տենց էգոնա կանգնած, այլ ինչ որ ռեալ պատճառներ կան։ Չէ, ես կարծում եմ, ինչ իրանք ուղղակի չեն կարող տենց անեն, որ միանգամից իրանք կդառնան ոնց որ թիրախը։ Լավ, մի քիչ ավելի բան անեմ, սենց տարիքով մարդ է։ Հա։ Ամենայն հարգանքով ես բան չեմ, ageist-ի հայերեն չգիտեմ որն է, շատ հարգում եմ տենց ընդհանուր առմամբ։ Հարգում ես իմ տարիք, հա։ Հայրիկ ջան։ Ո՞ր ինչ բան։ Այսինքն մեծ հաշվով
առնվազն քաղաքականության, քաղաքական ակտիվ գործունեության համար շատ ժամանակ չի մնացել։ Եկել այն պահը, երբ որ պետք է խոստովանել, որովհետև անհերքելի ինչ որ մեկը կարա հերքի, որ 96 թվից մինչև 2018-ից հետո մի հատ առանձին կարելի է քննարկել։ Ընտրությունները կեղծվել են։ Չի եղել տենց ընտրություն, որտեղ ընտրակեղծիք չլինի, եթե կաշառք չի բաժանվել, ուրիշ մեթոդով ա եղել, եթե ուրիշ մեթոդ չի եղել, կաշառք ա բաժանվել, ոնց որ վերջի տարիներին մի րոպե։ Սենց պաշտպանում եք Հələ մի վարքան, էլի։ Հայրիկ ջան։ Համբերեք, նոր սերունդն է խոսում։ Հիմա եթե անհերքելի են փաստերը, միջազգային կազմակերպությունները, դիտորդները կարող է ոչ շատ հստակ արտահայտություններով, բայց առնվազն ինչ որ մի ձև ասել են, որ ընտրությունները շատ թափանցիկ չէին, բայց ահավորել չէին, sense ինչ որ լղոզված ձևակերպում են, արձանագրվել են։ Լրագրողների պատրաստած նյութերը կան, տեսանյութերը կան, հոդվածները կան, արխիվները կան, ամեն ինչ կա։ Ի վերջո կարելի է այս հանրությունից ներողություն խնդրել, sense այս համակարգերը վարի տալու համար կներեք արտահայտությանս համար։ Այդ ներողությունը, այդ հաշտեցման առաջին կետը կլինի։ Էլ այդ ատելության դոզան կնվազի համ նախկինների հանդեպ, համ ներկաների հանդեպ։ Այդ սխալների ընդունումը շատ կարևոր բան կլինի։ Կարող է այս բարի ցանկությունների ժանրից է, բայց ես հավատում եմ դրան, որ դա կարա մեր հանրությանը ինչ որ ձև առաջ մղի։ Օրինակ ես եթե ինչ որ մեկից կանգնկալ էի տենց բան, այդ Լևոն Տրեպետրոսյանն էր, որտեվ ինքը կարա իրան թույլ տա արդեն այդ անի։ Բայց եթե դու մնում ես հələ քաղաքական գործունեության մեջ, այդ անթույլատրելի է, որովհետև նույնիսկ դու կարող ես ինչ որ սիմպաթիա ունենաս այդ մարդու հանդեպ, որ վայ քո արա, գոնե ընդունեց, այս առաջի դեպքներ, բայց դու հետո չես գնալու իրան ընտրես ոչ մի ձև։ Դե գիտես, այդ տենց ուղիղ ընդունել չընդունելու հարց չի, այլ դու ինչ կկորցնես ու ինչ կստանաս դրա արդյունքում։ Դու կարաս ուղիղ չընդունես, բայց նաև կարևոր է որ մյուս կողմից դու տեսնես պատրաստակամություն, որ ինքը այդ պահին այդ քո չէ որ դու խոցելի կդառնաս, եթե նման բան ասես, ինքը քեզ չի ոչնչացնի այդ պահին օգտվելով այդ պայից։ Մյուս կողմը ինքն էլ է հակված, գնա համագործակցության կամ ինչ որ խոսույթը փոխվի վերջո այլ թեմաների շուրջ դառնա մրցակցությունը, բայց եթե դու տեսնում ես որ համակարգը լրիվ կառուցված է այդ քո խոցելիության վրա, որ քեզ առավոտից իրիկուն ասում են որ դու ընտրակաշառք բաժանող ես եւ ընտրություններ կեղծող ես եւ ընդհանրապես չկա ազատ տարածք համագործակցության, դու գուցե մտածում ես իսկ դա չի լինի իմ քաղաքական ինքնասպանությունը։ Դա process-ի մեջ եղող գլոբալ շատ համաձայն եմ, որ հանրության առողջացման հանրության համար իհարկե լավ կլինի։ Հա, բայց եթե ուղղակի վերցնենք մաքուր քաղաքականություն, ես հասկանում եմ process-ում եղող մարդկանց համար դա ավելի բարդ է։ Օրինակ, ենթադրյալ կաշառք բաժանողները հիմա շատ դժվար է դուրս գալսել, հա դա իսկապես ինքնասպանություն կլինի, վсё բոլորին կփակեն, կարող է կուսակցությունել գրանցումը չեղարկվի, բայց կան մարդիկ նախկին նախագահները, որոնք ընտրվել են ըստ արձանագրությունների ընտրախախտումներով, ոչ արդար ընտրություններով, այդ մարդիկ չեն մասնակցում, օրինակ երրորդ նախագահը, առաջին նախագահը չեն մասնակցում process-ին ու փորձում են ռացիոնալ դիրքավորվել։ Կարելի է այդ խոսակցությունը գոնե բացել, որովհետև հա երևի կրկնվում եմ արդեն, ես ուղղակի այդ համոզմունք ունեմ, այդ շատ է ինձ մտատանջել, էլի։ Իսկ ըստ քեզ կարելի է դրան հասնել ինչ որ ռեֆորմներով, ինստիտուցիոնալ ձևերով չսպասել իրանց ինքնախոստովանականին, այլ մանիֆեստ հրճակել։ Չէ, ինչ որ դատական ճանապարհով, այդ իլյուստրացիայով մնացած ճանապարհով հնարավոր է դրան հասնել։ Հա, բայց կամ այո քաղաքական մեմորանդումով ինչ որ մի բանով։ Մեմորանդումները միշտ գրվում եւ դրվում են դարակում, իրականում շատ բան չեն փոխում, որովհետեւ 1000 հատ եղել է։ Մարտի 1-ի մասին եղել, հոկտեմբերի 27-ի մասին եղել, չգիտեմ, Արցախի մասին ա եղել, ընդդիմությունն ա բերել մի ձև անցկացրել սենց։ Դրանք մոռացության են մատնվում։ Բայց իլյուստրացիան հետաքրքիր թեմա է, շատ տարբեր քաղաքական ուժեր, համ ընդդիմադիր, համ իշխող կամ իշխողին աջակցող իլյուստրացիայի մասին խոսում են ու իմ քաղաքացիական հիշողությունը ոնց որ թույլ է տալիս գոնե 15 տարվա մասով հիշել։ Եղել են, մենք այդ ճանապարհով չենք գնացել ու ինձ թվում է դեռ երկար չենք գնա, որովհետև իլյուստրացիան կարա շատ ավելի շատ շրջանակների կպնի։ Շատ ավելի շատ դերակատարներ կարան միամիտ մտնեն դրա տակ, նախ որովհետև հիմա աչուձախ
մեկը մյուսին ասում է ագենտ, Գործական։ Մի խոսքով ավելի շատ քաոս կարա ստեղծի, քան հակառակը։ բայց դա լավ ճանապարհ կլինի, կարող է իսկապես դա է այն ճանապարհը, որ պետք է ամեն ինչ բացահայտվի, մենք դրա միջով էլ անցնենք, որովհետև մեր հանրությունը ինձ թվում է քիչ բանի միջով չի անցել, պատերազմով, հաղթանակով, պարտությունով բանը։ Արդյոք կան պատմության մեջ լյուստրացիայի process-ներ, որոնք արդար էին ու ավելի մեծ խնդիրներ իդոգում չէին առաջացրել, որովհետև ինձ թվում է չէ, որովհետև այդ պայն, որ ինքը սկսվեց, այն մարդիկ, որոնք այդ process-ը սկսել են, պետքա ներգրավեն մարդկանց, որոնք այդ process-ի մեջ կլինեն ուրիշ պատճառներով։ Ու ոչ մի հանրության մեջ հետո ոնց որ բանը, wealth-ը, հարստությունը չի բաժանվել ավելի արդար։ Միշտ էլ տարբերությունը մնում է, միշտ էլ կան Էլիտաներն են абսուրդ հարուստ մարդիկ, շատ անգամ շատ անարդար ձևով, շատ ոչ նորմալ բաներ անող, տարբեր պատճառներով, անպայման չի անօրինական, բայց շատ անգամ շատ գիշատիչ բայլաձևով։ Դոգում դու մեկը վերաբաժանում ես անում, դու մի անարդարությունը փոխարինում ես ուրիշ անարդարությամբ։ Դրա համար լյուստրացիայի process-ը հետո ինքը շատ արյունարբու process է, որը շատ դժվար է հետո կանգնացնել։ Հետո ինձ հետաքրքիր է դու ոնց ես մտածում ես, օրինակներ չգիտեմ որտեղ ոնց է գործել, բայց ես մի քիչ Հա, ես կրծված չեմ, կոմենտներում բերեք օրինակներ, որտեղ եմ ես։ Հա, ես էլ կրծված չեմ։ Բայց որ ասում են բանը Լևոն Տեր-Պետրոսյանից կուզենա լսի, տենց դեպք եղել էր 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է ես էի մեղավոր, որ ոնց որ բերի իրանց իշխանության։ Չէ, դե տենց Քոչյանն էլ ասում որ որ ինտերվյուին ասում են իմ ամենաթույլ կողմը ես չափից դուրս պատասխանատու եմ։ Դա ուղիղ ընտրությունների մասին չի։ Այդ նրա մասին է, որ ես ինչ որ պայմանական ասած չարիքներ եմ բերել, կներեք ինձ ձեր գլխին կապելու համար, ներում ենք։ Դե այդ Քոչյանն ասել է իմ այդպես որ գնա։ Ներում ենք։ Ինձ թվում է պետքա գալ նրան, որ այդ պատիժը, լյուստրացիան եւ այլն լինի քվեն։ Քո քվեով ցույց տաս քո գնահատականը։ Այդ քվեն լինի շատ ծանրակշիռ եւ նաեւ ահագին ներկայանալու հնարավորություն ունենա։ Օրինակ հիմա 10% շեմը դաշինքների համար կամ 8%-ը նույնիսկ իմ կարծիքով չափազանց բարձր է եւ այդ քվեն որ տվել ես մենակ այդ շեմի պատճառով չի խաղում իր դերը, չի կատարում իր դերը։ Հալավա որ կուսակցությունների համար 4%-ը արդեն, բայց դաշինքներին քվեարկողների համար եթե իրենք չեն անցնում, քվեդ չես կարող լավ ծառայեցնես։ Պետք է խնդրեմ այս թեման հիշես, մի հատ բան ասեմ շարունակենք լյուստրացիայի մասով։ Որ դու ասում ես արյունարբու process-ը, եթե մենք իրան ժամանակի մեջ sense բաժանենք մասերի, երբ որ դու vetting ես անում դատական համակարգում, դու զտում ես։ Այդ նույնը կարելի է անել իրավական համակարգում, դու զտում ես ու երբ որ դա բաժանես ժամանակի կառավարման շրջանի ինչ որ տարբեր հատվածների մեջ, դա ոչ տենց խիստ ինչ որ ծանր ընթացքով տեղի կունենա ավելի հանգիստ կանցնի, ավելի հանգիստ կընդունվի, բայց դու կքայլես այդ ճանապարհով ու կարող է ինչ-որ կետի ավելի լավ։ Ուղղակի ինքը բացասական կոնոտացիա ունի էլի մարդկանց մոտ։ Լյուստրացիա, վեթինգ, այդ ֆիլտրելու, հանելու, չգիտեմ, բաժանելու նախքին ներկա, դրա համար է ինքը նաև դիմադրություն առաջացնում։ Իսկ ինչ եթե դու ուղղակի այս պահից սկսած սահմանես նենց կանոններ, որ ինքնըստինքյան նաև այդ համակարգում հնարավոր չլինի գոյատևել, եթե դու վատ նպատակներ ունես կուսակցությունների ֆինանսավորման տեսանկյունից, դատավորների ընտրության տեսանկյունից, պատգամավորների աշխատանքի արդյունավետության ոչ թե դնես ասես այ քեզ գնահատում եմ այսպես որտեվ նախկինում դու մի հատ էլ պիտի ինքնես ապացուցես, պետությունը կանգ տաս այս պահին, մինչև դու այդ 30 տարվա եղածը կգնահատես թե ու դա ժամանակ կխլի շատ թե դու այդ ժամանակը ծախսես հիմա նենց կառուցես համակարգ ու նենց կրթես նենց գուցե երկարաժամկետում այդ ավելի լավ է շատ հետաքրքիր բան ես ասում դուրս շատ եկավ մտածեցի մենակ ինձ թվում է որ այդ համ քո ասացի համար համ իմ որ մի քիչ ավելի խիստ է պետքա մի հատ բան դա քաղաքական կամքն է ունենալ կամք այդ փոփոխությունները անելու իսկ ինչա քաղաքական կամքը մի րոպե քաղաքական կամքը դու հասկանում ես մենակ ցանկություն վճռականություն նաև վախերից օրինակ վախենալ որ քո դեմ պատրաստակամություն վնասը կրել հա քաղաքական կամքի մեջ ինձ հիմա մտնում է նաև քաղաքական կարողությունը գիտելիքը հա այսինքն մենակ
կարողա ցանկանաս, բայց չկարողանաս, կամքը քիչ է, էլի, քաղաքական Ամեն ազնվությունն է տախա այդ երբ որ դու սկսում ես հարմարվել օրինակ այս պահի դրությամբ գործող համակարգի բարիքներին, կայուն մեծամասնությունը ոստիկանության իրավապահների չես ենթարկվել բանը, սկսում ես օգտվել, ինչքանով ազնիվ, որ մյուսներին դու պիտի հիմա դատես դրա համար։ Իմ մոտ էս միանգամից 1000 մի հարց առաջացնում, որտեվ ինքը իդեալիստիկ է, որտեվ ինքը հիմնված է նրա վրա, որ մենք պետք է ասա, բայց այն մեկը թողելի երկար չտևի։ Ոնց որ մենք ընտրում ենք քաղաքական գործիչների ըստ իրանց բարոյական կերպարի։ Բայց այդ միանգամից սխալ ուղի է, որովհետև բարոյական կերպարը կեղծելը շատ հեշտ բան է։ Ու այն բանն է, որով զբաղված է ցանկացած քաղաքական գործիչ։ Եթե քո սիստեմը ուղղված է նրա վրա, որ մենք պետք է լավ մարդու ընտրենք, ինքը ավիրվելու է ամեն անգամ։ Արել ես մի հատ տատիկ ես գրկում լավ բաներ ես ասում դնում գերնին։ Երեխա ես փաչում, всё գնաց։ Բանա, այդ սխալ մոտեցումը, սիստեմը պետք է նենց լինի, որ անկախ քո բարոյական կերպարից դու չկարողանաս ոչ աճ ոչ զարգ գնաս։ Այդ ավելի խելացի մոտեցումը, որովհետև մենք տենում ենք էլի, որ նայ, ես միշտ մտածել եմ, օրինակ դու գործի ընդունվել ես, չէ՞, մի քանի անգամ տարբեր տեղեր դու էլ ելի։ Եվ այն որ պետքա ռեզյումե ուղարկես, ես սկսում ես գրել, մտածում ես, բայց ես ռեզյումեով չեմ ընդունվել։ Ինչ որ գալիս ես HR-ի հետ խոսում ես, ու ինքը ասում է, իսկ մենք պետքա քեզ վերցնենք, մտածում ես հայելի խի։ Անվստահություն կա, չէ՞, որ դու ցենց հիմա պատկերացա մարդը, որ գնում է բան վարչապետի պաշտոնի, որ հոսքի իր կվոտան սա Հայաստանում մի հատ է։ Ամբողջ երկրում մի հատ տեղ կա մենակ վականսիա, որ դու պետք է գաս, ու դու մտածում ես ես այդ մարդն եմ։ Այդ ինչքան դու պետք է ինքնավստահ ես։ Այդ շատ սպეციფიկ մարդիկ են։ Այն ինչ որ քեզ չեն նշանչում տենց մարդիկ, ովքեր վստահ են, որ իրանք այն խարակտերիստիկաները, որ դու պետք է ունենաս, որ մտնես քաղաքականություն ու այդ պայքարին դիմանաս ու հասնես այն առաջի տեղերին, ինքը ստինքյան ցույց տալի, որ դու այն ամենալավ մարդը չես լինելու։ Երբեք ոչ մի երկրում այդ չի կարա տենց լինի։ հակառակը մի բան էլ ավելի որ հասնես, այլ ավելի վատնես Ու հետո դառնալու։ քեզ իշխանությունը փչացնելու է։ Ուզում եմ կուսակցությունների անցողիկ շեմի թեմային վերադառնալ, բայց մի հատ բան էլ եմ ուզում հարցնել, ինչեւ այդտեղ պահեմ։ Ձեր կարծիքով, որ ասում են դե ամեն մեկն էլ որ այդ իշխանությունը ունենա, օրինակ հայ ես շատ լսել եմ, ինձ ասում են, որ դու պաշտոնյա լինես, դու քո ծանոթին գործի չես տանի, ընդունես։ Ասում եմ, չէ, ես այդ ֆիզիկապես չեմ պատկերացնում, որ ես դա անեմ, բայց ես այնքան մարդուց եմ այդ հարցը լսել, որ սկսել եմ մտածել, իսկ կարող է իրականում բոլորը դրան հակված են, թե պաշտոնն է փոխում մարդկանց, այդ ոնց եք նայում։ Դու հաստատ անելու ես դա։ Ես էլ եմ անելու։ Աշոտներ։ Ես հա։ Դու համոզված ես Ես դրան։ երբեք ոչ մի տեղ չտրեք, ես հաստատ հաստատ իշխանությունը շատ մեծ գայթակղություն է եւ մեր նաստրոյկաներում կան բաներ, էգոիզմ, եսասիրություն եւ իշխանությունը փչացնում է մարդուն եւ մեծ գայթակղությունների տեղաբաշխում է։ Պետք է շուտի ասած սպոներ լինեն։ Մենք տարբեր տեղեր մենք ոնց որ ծանոթի ինստիտուտից օգտվում ենք ու շատ անգամ ինքը կարա դաժե ավելի լավ Լավ, եթե այդտեղ մի քիչ կարակ ինձ համոզեք, բայց դու կարող ես ծանոթ չընդունես, բայց այլ բաների հակված լինես, որը նաեւ գուցե քո մտքում լավ բան է, բայց խորքում առաջնորդվում ես ծանոթի պահասում մի քիչ կարակ համոզեք, բայց մյուսը որ դու ուլներ չէիր ուտի, այդ մեկը ինձ թվում է մի քիչ ավելի բարոյական արժեքների հետ կապ ունեցող բան է, որտեղ մյուսը կարաս համոզմունք ունենաս, բայց այդ ուտելը ինքնին հանցանք է ու ոնց որ դու ուրիշից ես այդ գողությունը։ Հիմա ես կարող է ինչ որտեղ ես հակված եմ դրան եւ ես դրա մասին տեղյակ չեմ, բայց խնդրում եմ ձեռքս կկտրեք, եթե ես հանկարծ ունենամ այդ հնարավորությունը ուտած բանը։ Դասական քաղաքական գործիչ։ Ես կարող էի լինել, բայց ես շատ վախենում եմ մի հատ բանից, որ ես շատ էմոցիոնալ եմ ու իմ կայացրած ես կուզեի պաշտպանության նախարար լինել կամ ասենք արտաքին հետախուզական ծառայության ղեկավար, բայց ես գիտեմ, որ չափազանց իմպուլսիվ մարդ եմ բարձր պաշտոններ զբաղեցնելու համար եւ դա ինձ հետ է պահում մտնել քաղաքականություն։ Այ որ դու մտածում ես ես չէ ուտելու, դու ոնց որ մտածում ես որ դու դարար քաղաքական գործիչ, քո մոտ մտնում է X մարդու, ասում է կեր։ Հա։ Տենց չի աշխատում։ Ու դու ասենց բարձր արժեքներով հրաժարվում ես։ Ես դա չեմ պատկերացնում առնվազն նրա համար, որ ես օրինակից բերեմ, ոնց եմ ես դրա հետ բախվել ու իմ մոտ լիքը ինքնահատելություն էր դրա պատճառով, որ ես այդ սիստեմի մեջ հայտնվեցի։ Ես աշխատում էի Ռուսաստանում մի հատ մեծ կամպանիայում, որ աշխատում էր հենց պետական սեկտորի հետ ու մենք պրոդուկտներ ենք վաճառում, որոնք պետքա կանեն, այդ արտադրությունը շատ կարևոր են պրոյեկտները, բայց մարդիկ, որոնց հետ մենք խոսում ենք, ասում են դե գիտես ոնց է լինում, որպեսզի քո պրոյեկտը, որը մեզ շատ պետքա իրականանա, ես պետքա դրա համար ինչ-որ բան ստանամ։ Չնայած ինձ այդ մեկա պետքա։ Մեկա մեկից առնելու եմ, պրոստը որ քեզնից առնեմ, ինձ sense բան է պետք։ Ու ես գալիս եմ այն դիլեմային, որի հետ հիմա ես во-первых պրոստը աշխատող եմ, ես sales եմ ստեղ։ Ես
ոչ էլ ես եմ որոշել, որ համակարգը տենց է։ Ես եթե հիմա բայկոտ անեմ, հելնեմ գնամ, ուրիշը գալու է այդ մեկը անի, եթե ես գնամ ոստիկանություն դիմեմ, ինձ են նստացնելու հաստատ, որտեվ ստեղ տենց կապեր են, որ ոչ մեկ սրա համար չի նստելու, ինձ են նստացնելու, ես երբեք ոչ միտեղ գործ չգտնեմ, ես այդ թագարտի մեջ եմ, բայց ինձ ես սոված եմ, ախպեր ջան, աշխատավարձ եմ ստանում, ինձ պետք է այդ աշխատավարձը։ Ու ես այդ համակարգի մաս եմ դառնում։ Հենց ես դառա այդ համակարգի մաս, ես արդեն ոնց որ բարակտված եմ։ Այդ պետական սեկտոր էր։ Հա, պետական։ Ես այդ տարբերությունը տեսնում եմ ինչու, որ եթե ես մասնավոր սեկտորում լինեմ ու ինձ ծանոթի ես աշխատում եմ մասնավորում, բայց մենք աշխատում ենք պետական։ Ոնց որ պետականը շատ լուրջ հանրային վնասահարություն կա պետական սեկտորում աշխատել տենց բաներու։ Իդովում վնաս չկա, համակարգը կիրառվելու է, ինքը աշխատելու է։ Ու մարդը միշտ դա ռացիոնալիզացնելու է, արդարացնելու է։ Հետո այդ փոքրացնելու է։ Հասարակության վրա մի քիչ ավելի շատ բեռ է նստում, որտեվ ընդ մի քանի միլիոն ավել փոքրացնես, փոքրացնես վտանգը, մեծացնես օգուտը, որ դու ես չէի մտածում, որ ես հանցագործ եմ պրամ, էլի, ես մտածում եմ, ես վինտիկ եմ այս համակարգի մեջ, որը առանց ինձ էր կառուցված, ու ես հենց թաթախվա այդ համակարգի մեջ, ինչքան ես գնայի, ես պետք է ավելի շատ դրա մեջ թաթախվեի։ Իմ մոտ իհարկե այդ մեծ կրիզիս առաջացած, որ ես մտածում եմ, եթե ես փողի խաթր sense բաներ եմ անում, ես չեմ թմրանյութեր չեմ վաճառում, դա ավելի շատ փող կբերեր, էլի։ Եթե ես մեկը արդեն օրենքի վրա կացնում, ես դուրս եկա իդոգում, բայց եթե ես մի քիչ եմ մնայի, իմ հետ բեռ էր գալու, ու այդ բեռը sense տարվելու էր, ու եթե ես մի օր մտնեի քաղաքություն, այդ բեռը արդեն իմ դեմ էր օգտագործվելու։ Կասենք կամ դու արա ոնց ասում են, կամ գիտես քո հետևից էլ տենց մաքուր չես դու այսքան։ Հետո պետք չի հեծանիվ հորինել, եթե աշխարհը այդ ուղղությամբ գնացել է ու հաջողել է, որ տարբեր կարգավորումները, շահերի բախման իրավիճակներ, էթիկայի կանոններ, հակակոռուպցիոն մեխանիզմերի վրա կան, կարևոր են, իրանք գործում են ու տալիս են արդյունք, ուրեմն անկախ նրանից ինչ ազգություն է, ինչ պետություն է, լյուստրացիայի կարիք ունի, չունի եւ այլն, այդ պետքա լինի, այդ պետքա աշխատի, որտեղ մարդու բնույթի մեջ են խնդիրները։ Մարդու հոգեբանության շատ լավ ուսումնասիրված է այդ ամենը։ Էլի իդեալիստիկ, բայց հետաքրքիր է խոսում նենց հաճելի է լսել, հույս ունեմ դիտողներին հաճելի կլինի կոմենտներ կգրեք էլի խոսում եմ, որ աշխարհը բանը։ Ու մոտենանք մի քիչ ընտրությունների։ Մի հատ արգումենտ կա, որ եթե ինչ-որ բան երբեք չի եղել աշխարհում, այդ հլվոր չի նշանակում, որ ինքը երբեք չի լինելու։ Այն որ միջև հիմա արդար համակարգ մենք չենք կարողացած ստանանք, այդ ինքը իրանով չի նշանակում, որ մենք երբեք չենք կարողանալու։ Իհարկե ձգտումը պետք է, քննարկումը պետք է։ Ուղղակի այս դեպքում մենք քննարկում ենք այն հարցը, որ ժամանակի կտրվածքով էլ է պետք նայել, որ շատ անգամ այն նախկինները ով էին, ինչ էին, օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Ու մենք իրականություն չենք տնում, որովհետև ես այս բային, չնայած երբեք չէի ուզենա ես փաստաբանել լինեի նախկիների, բայց ստիպված եմ լինեմ ու ասեմ, որ ժող, ես այդ ժամանակ որ ապրում էի, ինչ որ բան կառուցում էր, ես օգտվել եմ բարիքներից պետություն, ես կրթություն եմ ստացել, ես ինչ որ պլյուսեր ունեի, ես ֆրֆռում էի քաղաքով, ուտում էի, գործի ընդունում։ Բայց դու կշռում ես դա, կար միշտ էլ երբեք պետությունը կանգնած չի եղել, առաջ է գնում կյանքը, որտեվ այդ արգումենտը դուրս է մաղվում, տպավորությունն է, որ մարդկանց խումբել հենց այդ արգումենտի վրա միայն աշխատում եւ մոռանում է վատը։ Կարող է։ Բացարձակ ոչ մի բան չկա, ու ես իրականում ես բացահայտեցի, որ այս տարի եմ ես այդ հասկացել, կարող է շատ ավելի ուշ եմ հասկացել, չէ։ Ինչ պահով բացարձակը, որ ես էլի այդ իմպուլսիվ բնավորության պատճառով ոնց որ շատ sense կատեգորիկ էի նայում իրադարձություններին, հատկապես Արցախում տեղահանությունից հետո ինձ թվում էր sense կյանքը վերջացել է բան, հա։ Բայց այդ հաղթահարելու process-ի ընթացքում ես ոնց որ ինչքան ժամանակ անցնում էր, հասկանում էի, որ ոնց որ շարունակվում է եւ անդառնալի չի էլի, ինչ որ բաներ հնարավոր է վերականգնել ու sense այդ փոփոխությունը, բան այդ տեմպը միշտ կա, անկախ նրանից, որ այդ իրադարձությունը ցավալի է, ամենահավոր բանը կարա լինի, բայց ոնց որ ոչ մի չի կործանվում, նույն ձև ասենք ամեն ընտրություններից առաջ, երբ որ քաղաքական ուժերն ասում են, «Օ, սա աղետ է լինելու բան», հələ հիշեք, թե որ ընտրությունից առաջ ինչ աղետի մասին է խոսվել ու մեկը այս ամեն ինչը փուլ չի եկել, հույս ունեմ տենց էլ կշարունակվի։ Վերադառնալով բարձր է, հա, դաշինքների համար 10%-ը։ Եթե վերցնենք համատության մեջ, այլ երկրների շատ բարձր է։ Ու մեր իսկ ընտրական պատմության ու մեր իսկ ընտրական իրավիճակի համար էլ է շատ բարձր։ Իմաստը այն է, որ հնարավորինս քիչ դաշինքներ մասնակցեն, հնարավոր շատ առանձին կուսակցություններ, որպեսզի կուսակցությունները հիմնականում միանան, այսինքն
մշտականորեն միանան, ոչ թե միայն դաշինք կազմեն ընտրության համար, այլ վերջնական միանան, եթե իրենք նման գաղափարներ ունեն, դառնան մի կուսակցություն եւ դրանով կուսակցությունների թիվը նվազի։ Մենք Սա հիմա պատճառներից 20 մեկն է։ քանի կուսակցություն ունենք։ Ավել։ Իսկ ոմի արդյունավետ մի տասնյակով էլ ավելացել է այս ընթացքում։ Բայց մյուս կողմից, եթե պահանջում է նաև քաղաքական դաշտը համագործակցություն, երկխոսություն, ինչ որ նոր փոքր ուժերի համար հնարավորություններ, իսկ դա դաշինքի ներսում ավելի հեշտ է, քան առանձին մենակով։ Այդ տեսանկյունից նայելիս դաշինքի շեմը մենք սկզբում խոսում ենք, չէ՞, որ ներկայացվածությունը քիչ է, դու բարձր շեմով ել ավելի ես այդ ներկայացուցչականությունը վնասում ներկայացուցչականությանը։ Առաջին ընտրություններն են, որ մենք ունենալու ենք 8-10%, կտեսնենք քանի ուժ կկարողանա հաղթահարել, բայց դերս 3 դաշինքի դեպքում էր, 3 քաղաքական ուժից կազմված դաշինքի դեպքում էր եւ ավելին 10։ Բայց եթե նայում ենք ընտրական պատմությունը, 10-ի համար պայքարող հիմա չունենք, ճիշտ է, բայց ընտրական պատմությունը, որ նայում ենք, տարից տարի ավելի քիչ կուսակցություն է հայտնվել ազգային ժողովում։ Ավելի շատ մասնակցողներ եւ հայտնվողներ այդ հարաբերակցությունը քչացել է, ասես էլիտիստական վիճակ է դարել, որ կարծես համամասնական ընտրակարգա եւ բազմակուսակցական, բազմակարծություն եւ այլն, բայց գնացել ենք երկկուսակցական համակարգի։ Պետք է հաշվի առնել, որ հենց այդ first past the post-ը միշտ բերում է երկու կուսակցության։ Իսկ մեր մոտ տենց չի։ Դե քչանում են կուսակցությունները, դու ասում ես ներկայացված, շուտ թե ուշ դառնալու են երկու։ Իսկ թվում է դրան շատ կա, ու դժվար կհասնի դրան։ նմանության մասով է, սա։ Չէ, ուղղակի այդ strategic vote-ը, որ ես սկզբում ասում էի, որ դու ստիպված ես միշտ ընտրես այն ուժին, որը ավելի մեծ հավանականություն ունի, բերում է նրան, որ ամբողջ ուժը կուտակվում է երկուսի մեջ։ Իսկ այդ հավանականությունը ինչից է գալիս, որ շեմը բարձր է, իսկ եթե շեմը ցածր լինի, ավելի շատերը հավանականություն կունենան իրան հաղթահարելու, հետեւաբար դու ավելի շատերի միջև կընտրես, ոչ թե երկուսի։ Բայց էդ էլ իր խնդիրները կբերի, որովհետև եթե ազգային ժողովում լինեն լիքը մանր ուժեր, իրանք ոչ մի համաձայնության չեն գա ու իրանք գործունեությունը այդտեղ բալանսավորելու ձևեր կան։ Այսինքն, մենք միշտ ընտրում ենք ազգային ժողովի կառավարելիություն եւ ազգային ժողովի բազմազանություն։ Այդտեղ բալանս ենք ընտրում։ Որովհետև նայ, կա չէ, տենց բան, որ ինչ որ նպատակների համար ավտորիտար կարգերը ավելի ճկուն են, ավելի արագ են աշխատում ու ավելի արագ ռեզուլտատների են հասնում։ Ինչ որ դեպքերում, ես չեմ ասում, որ դրանից բարիքը ավելի շատ է, քան վնասը, բայց էֆեկտիվությունը կա։ Հիմա ինչքան շատանում են, մենք դրա հակառակ process-ն ենք տնալու։ Եթե մենք համարում ենք, որ մենք կրիզիսային վիճակում ենք, եթե մենք դրա հետ համաձայնում ենք, ես տենց եմ մտածում, ոնց որ այդ բազմազանությունը իր խնդիրներն է բերելու, որ մենք էլի բերում է բազմազանությունը իր նաև դրական կողմերը ու դու կշռում ես դրականներն ու բացասականներից։ Դրականները այս դեպքում միանշանակ ավելի շատ են, ավելի շատ խմբեր են ներկայացված լինում, հասարակության տարբեր շերտեր, տարբեր կարծիքներ, տարբեր գաղափարախոսություններ եւ այլն, եւ այդ շատ ավելի մեծ դրական կշիռ ունեցող բանանժարի վրա, քան որ եթե հանկարծ լինի ինչ որ իրավիճակ մենք կոնսենսուսի կարողա չգանք։ Չէ՞ որ դու կարաս ինչ որ մեխանիզմներով ստիպես կոնսենսուսի գալ։ Օրինակ հիմա մենք ինչ ունենք, եթե ոչ ոք չի հավաքում մեծամասնություն, մենք 14 օր ժամանակ ենք տալիս ուժերին, որպեսզի կոալիցիաներ կազմեն։ Ինչ որ ձև դու իրենց ուղղորդում ես։ Եթե շատ կուսակցություններ ունեցար փոքր թվեր հավաքած, շատ կուսակցություններ եւ ոչ մեկը բացարձակ չեղավ, ստիպված են լինելու համագործակցել։ Այո, ստիպված են լինելու զիջել։ Պետք է ֆակտորան գնահատենք, հա, երեկվա դեբատները, պատկերացեք տեղափոխվում են ազգային ժողով։ Դե բայց դա նույն 19 ուժը ընդեղ են։ Դες տեղից էլ իրանք համաձայնության չեն գալի, բայց հիմա 19 իսկ ավելի լավ չի որ 10 օրինակ անցնի 10 ուժ ու դու 10-ի մեջ բանավեճ տեսնես, քան ամեն տարի նույն 3-ը կամ 4-ը։ Entertainment-ի առումով իհարկե 10 ավելի։ Հետո չէ, պայմանավորվածությունների տեսանկյունից նայ, նրանք ովքեր այդ մարդկանց ձայն են տվել, իրանց ձայնը ավելի գործուն մեխանիզմներ է ունենալու։ Հենց դա վարվում։ Պահպանողականներ կան, լիբերալներ կան, ինչ տարբեր խոսակցություններ կլինի ու իշխանությունը օրինակ սահմանադրական օրենք անցկացնելու շանս չի ունենա միայնակ։ Եթե ինչ որ մեկը ստիպված է լինելու գնա։ Հա։ Հիմա սահմանադրական օրենք անցկացնելու համար 73 ձայնա չէ կարծեմ։ Կախված քանի։ Այս խորհրդարանը։ Նախորդով, հա։ Մոտ 73 ձայն է պետք ու ԿՊ-ն ունի 60 քանիսը, 69-ի 68 կամ 69։ Անհրաժեշտ չունի։ Ահա, բայց մի պահ ուներ, մի պահ մի կամ երկու ձայներ պակաս, այսինքն միայնակ ինքը
գրեթե 99% շանս ունի միայնակ սահմանադրական օրենք փոխելու եւ համագործակցելու ոչ մի կարիք չունի։ Հիմա ինքը 4 հոգու կգնա ընդդիմությունից ամենայն հավանականությամբ կհամոզի էլ, որ քվեարկեք այս օրենքը անցկացնենք դե շատ լավն է բան։ Դե явно արդեն երևում է որ ունի ուժեր, որոնք որոնք պատկերացրու որ եթե մեկը ունեցավ 20%, մեկը 10% ու սենց հարաբերակցությամբ, եթե մեծ մասը համարեց, որ այդ օրենքի փոփոխության մեջ ռիսկ կա, դա չի անցնի։ Եթե համարեց, որ դա լավ է, կանցնի եւ այդ ներկայացվածությունը ավելի մեծ կլինի հասարակության տարբեր խմբերի կարծիքը կարտահայտի։ Այստեղ մի հատ շատ կարևոր տեսանկյուն կա, որը տարիներով բաց է թողնվել, ու ես հասկանում եմ ինչի, որ նույնիսկ տենց բան կա, չէ, խոսակցություն կա, որ մեր առաջին ընտրությունները իրանք ամենաժողովրդավարականն են եղել, որտեղ մարդիկ այդ էյֆորիայի մեջ առաջի անգամ էին ընտրում ու այդ 83% էին, 83 է, չէ, կարծեմ Լևոն Տրպետոսյանը հավաքել, որ ինքը լրիվ լեգիտիմ էր, հա, ու ժամանակ բան էր, այդ Աննան ուղարկել էր մի հատ ֆիլմ կար, ընդ մենք ասում ենք, հա, իրանք ժողովրդավարական են, բայց իրանք գիտակից չէին։ Այդ ժողովրդավարություն չի, որ դու էյֆորիայի վրա ես այդ ընտրությունը կատարում։ Հա, ու ինքը երկրորդ ընտրությունների մասով էր ասում, որ ավելի գիտակ։ Հա, ու մենք ոնց որ շարժվում ենք այդ առումով, որ երկար ժամանակ մենք մտածում ենք այդ 5 տարվա շեմով, որ մենք հիմա ինչ որ մեկին ընտրեցինք ու մենք դրանով բնորոշում ենք մյուս 5 տարին, որ մենք ապրելու ենք։ Բայց եթե մենք սկսում ենք մտածել արդեն, որ այդ 5 տարին պետքա պլազդարն դառնա այն մյուս 5 տարվա համար եւ այլն, երբ որ մենք սկսում ենք հիշել, որ մենք вообще-թե հին ազգ ենք, մենք շատ մեծ պատմություն ունենք ու հələ հավանաբար ինչ որ ժամանակ նույնիսկ եթե մենք մեռնում ենք, մենք երկար ենք մեռնելու, այնպես վարքյանական չենք կարա վերանանք աշխարհից, ու մենք ժամանակ ունենք ինչ որ համակարգեր կառուցելու, ինչ որ արդեն մեխանիզմներ դնելու։ Այդ ժամանակ իհարկե լրիվ ուրիշ մոտեցում են գալիս։ Այդտեղ գալիս է այդ, որ հա թող լինի 10 ուժ, որոնք իրար մեջ իրար կուտեն, բայց ստիպված կլինեն ինչ որ լծակ բան արգելքներ դնել, ինչ որ այդ բան ոնց է այդ հայերեն կոչվում ինսենտիվներ, մոտիվացիաներ, զսպող մեխանիզմներ դնի, հա, արդեն ստիպված կլինեն, որովհետև շատ է կոնֆլիկտը լինելու։ Այդ դեպքում մենք կարող ենք դրա մասին մտածենք, բայց այդ դրա համար պետք է մենք հիշենք, որ արդեն մենք ունեցել ենք այսքան ընտրություն։ Այդ էլ է մեզ շատ անգամ շատ էր այդ վիճում, որ նայելով պոստսովետական երկրների մեջ մեր մոտ ինչ որ դեմոկրատիկ ինստիտուտներ կառուցվում էին ու շարունակում են կառուցվել։ Մենք փոխել ենք շատ կառավարություններ համեմատած շատ երկրների։ Մենք այն էլ վերջերս հիմա ինձ շատ է դուր գալի, որ այդ բանը միացել է, որ սոժը 30 տարի չէ։ Մեկն է երկրորդ պրոբլեմ կա, մենք ընտրություններով արդար երբեք չենք փոխել իշխանություն։ Այո։ Բայց ինչ որ ինստիտուտներ են փոխվել է իշխանությունը։ Ամեն իշխանությունը տարբեր է եղել մեր։ Իրանք ունեին ինչ որ նմանություններ։ Եթե դեմքերի մասին է խոսքը, նմանությունների մասին չի, համակարգը չի փոխվել, կառուցվածքը չի փոխվել ու այդ իշխանություն իմաստով իշխանությունը, որ տենց իրականում կառավարող ուժը չի փոխվել, ընտրություններով երբեք չի փոխվել։ Բայց ես հասկանամ եզրակացությունը որն է վերջնական, այսինքն եթե եղել են առաջագնացել կառավարումը, զարգացել է եւ այլն, ուրեմն մենք ունենք ինչ որ զադել, մենք ուրեմն շարունակվելու է անույն ձև դեպի ինչ որտեղ շարժվելու ու հաշվի առնելով որ մենք ինչ որ պոզիտիվ ընթացք կարանք նկատենք անցյալում, մենք կարանք ենթադրենք պոզիտիվ ընթացք ապագայում։ Եթե մենք շարունակենք դրա վրա աշխատել։ Ես այդտեղ ավելի շատ իմ առաջվա արգումենտների դեմ եմ խոսում, քո ասածն եմ ասում, որ եթե մենք նկատի սկսենք մտածել 30-40 տարվա կտրվածքով թույլ տանք մեզ տենց բան, մենք կսկսենք ուրիշ ձև մոտենալ մեր ընտրությանը, որ մենք հիմա այս բան ես ոչ թե ընտրում եմ ով է մյուս վարչապետը լինելու, ես ընտրելու եմ ով է լավ ընդդիմություն լինելու խոսքի խորհրդարանում, ով կարա լավ իմ մտածելակերպը առաջ բրդի, թեկուց ինքը դեմ երկու անգամ քիթը կջարդեն, բայց ինքը առաջ կբրդի։ Այսինքն ենք ասած, որ երկուսի մեջ ենք ընտրում, որ հենց միայն որ կառավարի ու լավ կառավարի, տենց չենք նայում։ Հա, դրա այդ մտածելակերպը պետք է սկսել երկար մտածել։ Մեր հարցերը բարձրացնի ազգային ժողովի ամբիոնից ելույթներ ունենա մեր խնդիրների մասին, այո, կարա չլինի իշխանություն։ Դավիթ, մեր օրենսդրությունը, ընտրական օրենսդրությունը ինչքանով է հարմար պրոցեսների համար։ Ընտրական օրենսդրությունը շատ է փոխվել, շատ ու շարունակում է ամեն ընտրությունից հետո նոր ցիկլ է սկսում ընտրական օրենքի փոփոխությունների ու մենք շատ գեր կարգավորել ենք, բայց ինչի է կայսա այն հաղորդման սկզբում որոշեցի մեր տրավմաներից։ Մենք քանի որ ունեցել ենք այս միջադեպը, ուրեմն պիտի կարգավորենք, այս բաժակը աչից ենք դնում սեղանին, թե ձախից ենք, դա պիտի կարգավորենք, որտեվ դա էլ է խոցելիություն։ Եվ արդյունքում մենք ունենք այսպես հաստափոր հարյուրավոր հոդվածներով ընտրական օրենսգիրք։ Ես եղել եմ երկրներում, որտեղ ընտրական օրենսգիրքը 20 էջ է եւ այնտեղ ուղղակի գրած է, որ պիտի լավ լինի, վատ պիտի չլինի, ամեն լավ բան ավելի լավ է։ Դանկարին ա գրել։
Բայց քանի որ մենք ունենք այդ վատ փորձը, վատ կյանքից եկած դասերով պետքա բացատրել ինչը չի կարելի։ Նույնիսկ որ հանձնաժողովի անդամի ձեռքին հաշվարկի ընթացքում չպիտի ոչինչ լինի։ Ինչի։ Ես դա լիքը նկատել եմ հեռախոսը ձեռքը բռնած հաշվում է, որովհետև կարա նկարի, կարա ինչ որ անվավեր դարձնի, նշում դարձնի, մատիտը ինչ որ այդպես խոսակցություն լսել եմ, չգիտեմ ինչքան ճիշտ որ մատանու տակ ինչ որ նույնիսկ բաներ են պահել, որ նշեն կամ պատրեն անվավեր դարձնեն։ Դրա համար մենք հիմա կանոն ենք, որը ոչինչ պետք է չլինի ձեռքում։ Եվ եկել հասել ենք այնտեղ, որ քվեարկության օրը ու այդ խնդիրները շատ լավ ենք կարգավորել։ Քվեարկությունը ծայրից ծայր այնպես է կազմակերպված, որ մինիմալի է հասցված քեզ վերահսկելու ցանկացած փորձ։ Դիտորդներ կան, որ շատ ավելի լուրջ են վերաբերվում այդ պրոցեսին, ու համայնքային ընտրություններում, թիմ ընտրություններում, որ խեղճ ու կրակացեք մի հատ մարդ է, էլի հանձնաժողովի նախագահ է նշանակել, այս մարդը պետք է այդ հաշվարկը անի, որ խեղճ ու կրակ sense հաշվում է բան իր համար, մեկ էլ դիտորդը, այդ ինչ արեցիք բան, ուսած այդ մարդը ոչ մի բան։ Ու տենց ինխառնվում է իրար բանը, որ հասկանում ես, որ մեղքը մի քիչ գալիս է, այս մարդը վրեսի ճնշում է, հազիվ երևի բան, ինչքան աշխատում, մի քիչ աշխատավարձ է ստանում, իր համար բարի մարդ է, եկել է այդ process-ը անի։ Ինքը կարա ռեալ պատասխանատվություն կրի քրեական վարչական, եթե սխալ բաներ անի։ Բայց կան իրականում կան այլ բանը չէ, հանձնաժողովի անդամները քվոտավորված են, էլի տարբեր ուժերի կողմից են բանանում։ Մի քիչ ագրեսիվ մի կողմը, այդտենց կարա նայած ճնշում գործադրի այդ մարդուրը, որ պատասխանատվության տակ է։ Ու շփոթություն առաջացնի իրականում։ Իրականում լինում են, որ խախտում չի, բայց այդ դիտորդները կան եւ այլն, սխալաբերում։ Դրա համար ես միշտ դիտորդներին, երբ դիտորդական առաքելությունը ղեկավարում, ասում եմ, որ նայենք միտում կա իրոք կեղծելու ինչ որ բանի ատամ, թե մարդկային գործոնով սխալա պատկերացրեք, դա ամենամեծ միջոցառումն է, որ պետությունը կազմակերպում, դրանից մեծ միջոցառում չկա ու չի կարա անխնդիր լինի, չեն կարող չլինել ինչ որ միտեղ սխալ մի բան վրիպում, սխալ կազմակերպված, վատ կազմակերպված, բայց եթե համակարգային չկա միտում խախտումների, ուրեմն պետքա շատ տենց control freak չլինել այդ իմաստով, բայց ընտրական օրենսգիրքը լավ բան է նշեցի, հա, վատն էլ նշեմ, որ այն արդեն սկզբունքների տեսանկյունից քարոզարշավ, հավասարություն, կուսակցությունների հնարավորություններ եւ այլն, ստեղ էլ կան ահագին կարգավորումներ, բայց ավելի քիչ է կիրառելիությունը, համ կիրառելիությունը, համ պատասխանատվության մեխանիզմները, բաներ կան, դեռ կարող են երկիմաց մեկնաբանվել, ստեղ դեռ օրինակ վարչական ռեսուրսի չարաշահման կտորը լավ կարգավորված չի, դեռ քիչ բաներ են, որ հստակ հոդվածով կարող ես ասել, որ այս է վարչական ռեսուրսի չարաշահումը։ Չես կարող ոչ մի հոդվածով ասել, որ թոշակների բարձրացումը այս հոդվածով վարչական ռեսուրսի չարաշահում էր կամ վարորդների խմած վարորդների վարորդականները վերականգնելու խոստումը։ Բայց էլի ստեղ էլի պիտի մտածել, որ նա ճանապարհը գեր կարգավորել, ամեն ինչ, ինչը հնարավոր չի, նաև եթե քվեարկության process-ը դա 5 քայլ է եւ հնարավոր է դա գեր կարգավորել, այն մնացած այնքան լայն շերտեր ունեն, որ հնարավոր չի ամեն ինչը կարգավորել։ Շատ բան պետք է մշակույթով փոխել։ Այդքան երկար մտածելու բան, օրինակ այդ վարորդական իրավունքից զրկված մարդկանց վկայականները առանց քննության վերականգնելու խոստումը չդիտարկել որպես վարչական ռեսուրս։ Դա եղել է ընտրությունների համատեքստում, քարոզարշավի ժամանակ։ Կարող ենք դիտարկել, ինքը հստակ է, բայց կարող ենք գնալ դատարան եւ ինչ որ հոդվածով պատասխանատվություն պահանջել, դա կարեւոր։ Չէ՞ որ մեզ որ հոդվածն է, որ սահմանում է վարչական ռեսուրս։ Քրեական օրենսգիրքն է, չէ՞ ամեն դեպքում սահմանում վարչական ռեսուրս։ Ընտրական օրենսգիրքը բացատրում է վարչական ռեսուրսը եւ դրա չարաշահումը ինչա, բայց դրա տակ դեռ սահմանափակ բաներ են մտնում, օրինակ աշխատանքային ժամին քարոզչություն չանելը, ուսուցիչներին, բուժաշխատողներին չներգրավելը։ Այսինքն ընտրական օրենսգիրքը պետք է հստակեցնի, որ այս բանը կարա համարվի վարչական քրեականով մենք պատասխանատվություն սահմանենք դրա համար։ Բայց ելի եմ ասում, որ ամեն ինչ էլ կարգավորել հնարավոր չի։ Շատ բաներ պետք է կրթելով, իրազեկելով, մշակույթ փոխելով անել, որովհետև նաև փորձը ցույց է տալիս, որ ընտրական օրենսգիրքը ինչի է շատ փոխվում նաև, մեկ-մեկ բաներ կան ուժի մեջ չմտած արդեն փոխվում են, որովհետև չգիտեմ, կյանքն է զարգանում, մեթոդներն են փոխվում եւ այլն, չես կարող ամեն պահի մի բան ծագեց ու ասես այս ասենց ենք կարգավոր, չէ, դա մի քիչ նաև կայունություն է ուզում, երկարաժամկետ մոտեցում է ուզում։ Ես չէի ասի, որ խնդիրը ընտրական օրենսգիրքը չէ, մեր ընտրական օրենսգիրքը բավականին լավն է։
բայց կան հիմնադրույթներ, հատկապես կան մեծամասնության հետ կապված, որը նաև սահմանադրությամբ, ոչ միայն դրական օրենսգրքով, կամ կուսակցությունների հավասարության եւ այդ վարչական դրսբաներ կան, որ դեռ այո պետքա փոփոխվեն, բայց որ դրական օրենսգիրքը մեր խնդիրը չէ, Հիմա բայց առնվազն մասնակից քաղաքական ուժերը հավասար պայմաններում չեն ընտրապայքար իրականացնում եւ դա, այս ասեմ, բնականաբար ամեն տարի ենթադրում եմ տենց կլինի, քանի զսպող մեխանիզմները լավ չեն աշխատում, իշխող ուժը եթե մասնակցում ընտրություններին ինքը ունի անսահմանափակ ռեսուրս եւ նույնիսկ եթե օրենսդրությունը հստակ սահմանի թե ինչն է վարչական ռեսուրս, ինքը ունի մեխանիզմներ, կգտնի մեխանիզմներ վարչական ռեսուրս օգտագործելու։ Նույնիսկ եթե հրապարակային երեխեքին ուղարկի դպրոց, ինչի եկել բան գործեք տանից վրա բան եսի մեջ, ինքը կգտնի մեխանիզմներ։ Նախ որովհետև հա, մարդիկ են հակված լինելու, ինչ որ շրջանակներ հակված են լինելու աշխատել, այո, դուր գալ աշխատել կառավարող ուժի համար։ Մյուս կողմից ինքը օգտվելու է, ուզելու է օգտվի այդ բարիքներից, իսկ մնացած ուժերը, որոնք չունեն դա, էլ հավասար մրցակցություն չի լինելու, այս իմաստով եմ ասում։ Բայց անեկարգել ենք իշխանությանը մասնակցել։ Չէ, պետք է հասկանալ, որ այն մեթոդները, որը կարա իշխանությունը կիրառի, մենք հələ դրա մենակ այսբերգի ոնց որ ամենաբանն է, վերբն ենք տեսել, որովհետև համ Ամերիկայում այն ինչ որ կիրառվել է, շատ ավելի նուրբ բան է, որ դժվար է, օրինակ, երբ որ ինչ որ բային, երբ որ դու գրում էիր Հիլարի անունը, ինքը քեզ բերում էր ինչ որ հարցեր, որոնք մարդիկ հարցն խոսքի Հիլարին լավ նախագահ կլինի, ես ինչ, երբ որ դու գրում էիր Տրամփ, բերում էր բոլոր իր հետ կապված նեգատիվ ինչ որ բառերը, մանիպուլացված էր search-ի suggestion-ը, որը քո մեջ ինչ որ pattern-ներ ստեղծում։ Ես որ դաժե փորձեցի 3 հատ օտարաբանություն ասեցիր։ Այնքան Որոնման համակարգի առաջարկությունների տրամաբանությունը։ Ախպերը, միջև հիմա սա զիլեր, սա չոտկի ասում էի։ Ստեղ եք վարել, ստեղ պետք է պրոբլեմ առաջ։ Լավ, ինչ որ է։ Ասցենա, որ հենց հիմա դու կարաս այն հարցնես ով է հավանաբար հաղթելու, ու ինքը կբերի ինչ որ ստատիստիկա վիճակագրություն, որը իրականությանը չի համապատասխանում, որովհետև կարող է ինքն էլ մանիպուլացված, եթե նայած որ AI-ին հարցնես երևի։ Այդ մանիպուլյացիաները արդեն մտել են դաշտ, ու ստեղ դա արի ու բռնի պոչներ, այս պրոստը AI-ը։ Չէ, բայց մի հատ ասեք, ինչ անել, որ կառավարող ուժը մասնակցելուց չկարողանա օգտագործի վարչական։ Ինձ ավելի շատ դուր է գալի առաջարկը այն, որ պետքա ոնց որ հակամեթոդները գան կրթվածությունից ինչ որտեվ միշտ քո բայասների վրա աշխատելու են։ Չէ, ոնց կարա հակամեթոդ լինի, եթե օրինակ նույն զանցանքի կամ ենթադրյալ հանցանքի համար ընդդիմադիր շրջանակների մասով ավելի արագ են օրինակ վարույթներ նախաձեռնվում, քան նույն դեպքերի բարձրաձայնման ժամանակ, եթե իշխանության հետ ընդհանրապես դատական սիստեմի, արդարադատության սիստեմի կոռուպցիան է։ Ինքը խնդիրը անկախ նրանից ընտրությունները հիմա տեղի ունենում, թե չէ, հեսա ընտրությունները ավարտվելու նենց չի, որ ավելի արագ չեն հարուցվի գործերը ընդդիմադիրների դեմ, քան կառավարության։ Ինքը ուրիշ հարց է, որը առանձին լուծման Լավ, դա հնարավոր է կարգավորել։ Չենք կարող պետությանը ասել պետություն այս ընթացքում մի աշխատի, որտեղ ինչ լավ բան անես, դա իշխանությունը կարա ներկայացնի որպես կարևոր լավ ձեռքբերում։ Բայց տրամաբանական է, ինչ արել, հենց Վանա Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու ժամանակ ինքը լավ ասեց, չէ, ինչ արել եմ, դա իմ նախընտրական ծրագիրն է։ Իրականում հա, բայց երբ որ միտում ես տեսնում այդ ամենը բերել հնարավորինս մոտ ընտրություններին, հնարավորինս ներկայացնել ընտրությունների լույսի ներքո, նաև այն ինչ որ կապ չունի, օրինակ համայնքում մանկապարտեզ է սուբսիդիայով կառուցվել, գալիս է ինչ որ համայնքապետ ասում ասա իմ անձնական ձեռքբերումն է, հա։ Չես կարող ամեն ինչ կարգավորել, էլի գնում ենք խորքային, ես համաձայն եմ Աշոտի հետ, որ խորքային ընդհանուր խնդիր է, այսինքն ընդհանուր կուսակցական բարեվարկության, պատասխանատվության, հաշվետվողականության, միայն ընտրություններում սահմանափակել շատ դժվար կան, ինչ որ տեղ ունենք դեռ կարգավորելու, միանշանակ դեռ թերի ենք կարգավորել, բայց լրիվ էլ կարգավորել չենք կարող։ Բայց տեղեր էլ կան։ Դուր եկավ այդ միտքը, որը կառավարությունը պետք է միշտ ավելի վատ իրավիճակում լինի, քան թե ընդդիմությունը, քան մյուս ուժերը, որոնք հավակնում են կառավարություն դառնալու։ Ոնց որ լռության օր կա, կառավարության համար միշտ պետք է լինի լռության օր։ Իրանք չպետք է ոչ մի ինտերվյու էի գնան, ոչ մի դեպատ։ Իրանք աշխատել են, 5 տարի աշխատել են այդ մարդիկ, հերիք չի, էլ ինչ խենք մենք իրանց նայում։
տելևիզորով։ Չէ, խտրական էլ չլինենք իրենց Չէ, հանդեպ։ պետք է կառավարության դեմ պետք է խտրական լինել։ Իրանք միշտ պետք է խնդրի տակ լինեն։ Իրանք հաշվետու են, չէ՞, մեր առաջ։ Всё, էլ չպետք է իրանք հավասար պայմաններում գտնեն։ Թող դուրս գան, իշխանությունը հանձնեն ու հետո հավասար պայմաններում լինեն։ Եթե հետևել եք, նկատած կլինեք, որ գուցե հավասար պայմաններում չեն, բայց համատարած է ֆինանսական թափանցիկության բացակայությունը։ Այո, բոլորի մոտ։ Բոլոր ուժերի մոտ չկա ֆինանսական թափանցիկություն։ Կան կուսակցություններ, որոնք մեկ էլ ասենք մասնակցել են 18 թվի ընտրություններին, մինչև հիմա գործունեությունը, ակտիվ գործունեություն չես տեսնում, բայց իրենք եղել են, բայց դու չես տեսնում գրասենյակները ոնց են պահել, աշխատավարձ ոնց են տվել, չեն ներկայացնում։ Դες նվիրել են բան տվել են, դա մեկնաբանությունը, հա, չնայած որ նվիրատվությունն պետք է հաշվետվության մեջ լինի, այո։ Բայց դա էլ կարող է ռեպրեսիայի գործիք դառնալ շատ արագ։ Չէ, դա հանրային վերահսկողություն Չէ, Էլի կշռում ենք։ Իշխող ուժը կարա չրես ինչ որ կասկածելի էություն, ֆինանսավորի ինչ որ կուսակցությանը ու դրա պատճառով հետո այդ օգտագործի, որ այդ կուսակցությանը հանի ընդրա մրցավազք։ Կարա լինի, շատ տարբեր բաներ կարան լինեն, բայց միայն նման հնարավոր դեպքի համար մենք այն կարևոր ամբողջ ռեֆորմից չպետք է հրաժարվենք։ Հա, կարա եթե ռիսկերը ավելի քիչ կարա են, լինի։ Այո, ես դրա կարող են հետ եմ տեսնել համաձայն։ ով որ կուսակցությանն է նվիրատվություն արել, ըստ այդմ իր գործատուն կարա ճնշի իր Օրինակ, եթե դու պետք է քաղաքականացների համար, թափանցիկությամբ հասկանաս մարդը ուղղորդվում է, ինչ որ արտաքին ուժերի կողմից թե չէ, այդ կուսակցությունը շահերած վասարկում թե չէ, բայց դրանից այլ ինչ որ մի խնդիր կարա առաջանա, ավելի լավ է բացահայտել այդ խնդիրն էլ հետո միշտ կոմպրոմիսի բանը։ Նայած ով է կիրառում ու ինչքան է ազատ այդ կիրառելու մեջ, հա, օրինակ, երբ որ Ռուսաստանում մտցրեցին այդ արտասահմանյան ֆինանսավորման այդ օրենք, ինքը երկի ընտրությունների հետ կապ չուներ, ինքը ուրիշ պատճառով էր, բայց դրանից հետո քեզ ինչ որ չգիտեմ Քենիայից $5 ուղարկում ամենը, ու դու դառնում ես ինոստրանный agent, որտեղ օրենքը տենց է։ Կարևոր է, այնտեղ շատ այլ կոնտեքստ է։ Մարմինը, որը դա ուսումնասիրում է, ինքը պետք է անկախ լինի։ Հիմա կարանք հարցականի տակ դնենք անկախ է այդ մարմինը թե չէ, կարողանում է գործառույթներն իրացնի թե չէ, բայց մարմինը երկու մարմիններ ԿՀ ընտրությունների ժամանակ եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդհանրապես հայտարարագրերի մասով իրանք պետք է անկախ լինեն, իրականացնեն այդ գործառույթները։ Ու չանել լինելու։ Գիտես, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասով երևի կհամաձայնես, իրանք քիչ ռեսուրս ունեն եւ բոլոր կառույցներն էլ քիչ ռեսուրս ունեն, բայց այդտեղ ոչ թե խնդիրը իրանց անկախ չանկախ լինելն է, այլ հենց կանոնները առաջին հերթին։ Օրինակ ֆինանսական հաշվետվությունները մենք երբ կտեսնենք այս ընտրությունների համար մի տարի հետո։ Հա, դա անկախ լինի, անկախ չլինի կառույցը։ Դա մի հատ ուրիշ դա մեծ խնդիր է, իմ տուպոյ կողմից էլի, որ ես հենց որպես այդքան քեզ մի ինքնախարազանի էլի։ Շատ որպես հենց որտեղ այս հարցի մոտ առաջանում եմ, ես հասկանում եմ, որ ինքը պրիմիտիվ հարց է, բայց ես տենց եմ տանում այս ամեն ինչը, նայեք։ Հիմա մենք կարգավորում ենք սա ընտրությունների process-ները, բայց հարցը միշտ ինչու՞մ է, նպատակը վերջնական, հա, որ մենք լավ ապրենք։ Սաղս հետ ենք ուզում, որ մենք լավ ապրենք։ Հիմա սաղ կարգավորեցինք, սաղ ճիշտ է, իսկ մենք մեկը վատ ենք ապրում։ Հետո ում ենք կախել դրա համար։ Որովհետև մեր լավ ապրելը դրա հետ կապ չունի։ Հենց դա, ու դրա հակառակ կողմը, ասենք թե սաղ կաշառված է, սաղ աճ ու ձախ սենց վատ աշխատում բան, բայց մենք при этом լավ ենք ապրում։ Այդ ժամանակ ում մոտ է խնդրեմ առաջանալու, որ մեր մոտ ընտրությունների հետ կապված օրենսգիրքը փոքր է, մեծ է կամ ինչ որ բան է։ Այսինքն մենք այդ սաղ մարդկանց մտքում կապված է իրար հետ, որ մենք պետք է ճիշտ ընտրենք, այս սաղ պետք է կարգավորված լինի ու այդ ժամանակ մենք լավ կապրենք, բայց ոչ մի ուղիղ կապ չկա դրա մեջ, որտեղ կան ինչ-որ համաշխարհային process-ներ, կան սխալ ընտրություններ, որոնք կառավարությունն է, որ ինչ որ ընթացքում որոշումներ վերում է ուղիղ կապ կա, բայց այն որ միայն դրա հետ կապ չունի, այդ կարևոր է, էլի մենք օրինակ հաճախ մոռանում ենք, որ կա տնտեսություն, տնտեսական քաղաքականություն, ինվեստիցիաներ, հա, աշխարհաքաղաքական հարցեր, այո, մտածում ենք, որ միայն այս մի կտորով պետք է կարգավորվի։ Եկեք բայց հետ գնամ էլի մի քայլ ֆինանսական թափանցիկությանը։ Հիմա ես համաձայն եմ քեզ հետ, որ համատարած է այդ խնդիրը, որովհետև ոնց պիտի կուսակցությունը ֆինանսավորվի ընդհանրապես իր նորմալ աջակիցներից ֆինանսավորման, քաղաքացիներից, հա։ Դու երբևէ աջակցել ես որևէ կուսակցության ֆինանսապես շատ լավ է դու։ Չէ, ես շատ եմ հանդիպումներ ունենում մարզերում, ես հարցը տալիս եմ, մի տոկոսն է ձեռք բարձրացնում, որ իրենք երբևէ կուսակցությանը ֆինանսական նվիրատվություն են արել, աջակցել են։ Լրագրող ես երբևէ ոնց որ դրա մասին չեմ խոսել, չեմ բարձրաձայնել, որովհետև էթիկայի սահմաններից կարա դուրս լինի,
ոչ էլ ռոպագանդել եմ, բայց ինձ որ հասկացել եմ ինձ գաղափարակիցային Շատ լավ է, հետաքրքիր է։ ու տենց պիտի լինի, բայց քանի որ մարդիկ Հայաստանում կուսակցություններին չեն վստահում, հետեւաբար իրենց չեն վստահում նաև իրենց փողերը, հետեւաբար կուսակցությունը գնում եւ ընտրում է արդեն այդ բան ճանապարհները շրջանցող ու մոտ պիտի գնա ով փող ունի, օլիգարխի մոտ պիտի գնա այլ պետության մոտ, պիտի բիզնեսի մոտ գնա, ոչ պարտադիր օլիգարխի, բայց լավ բիզնեսի կան, բիզնեսի կամ պետության փողերին պիտի նայի վարչական ռեսուրսելի գնացիկ։ Հետևաբար կուսակցությունը ամեն մեկը մի ձև միտեղ գտնում է իր ճանապարհը եւ բոլորը դրա հետ դեռ հաշտ են, որովհետեւ մենք քաղաքացիներս չենք։ Որ պահից որ Հայաստանում մարդիկ սկսեցին ամսական նվիրատվություններ անել կուսակցություններին 1000 դրամ, 3000 դրամ, կուսակցություն, որին նվիրատվություն անում ես։ Չէ, բայց պիտի սկսեմ անել եւ իմ օրինակով ցույց տամ։ Ես կարամ հանդուրժեմ, որ կուսակցությունը չի հայտարարագրում իր գրասենյակների վարձավճարները, կարամ հանդուրժեմ, որ չի հայտարարագրում ինչ որ գովազդի վճար, բայց երբ այդ փողը դառնում է արդեն ընտրակաշարք, ու հանրահավաքի գնալու կամ քվեարկության գնալու, այստեղ ես հասկանում, որ ինչքան կարևոր է այդ ֆինանսները վերահսկել, որտեղ դա միայն բան չի, էլի դե հիմա ինչ տարբերություն Facebook-ի գովազդի համար $1000 ավել տվել ենք թե պակաս, բայց ինքը ինչքան մեծ ռիսկ ունի իր մեջ դառնա ընտրողների վրա ճնշման գործիք։ Դեբիլ հարցերի շարքից էլի։ Խնդրեմ։ Ես ուզում եմ ասել, որ Control Z-ի հաղորդումները նայեք վարչապետի տեխնացուների հետ ու մենք հատված ունենք ֆինանսական հաշվետվությունների, դուք ինքնուրույն դատողություններ կանեք, ով է թափանցիկ, ով չէ, ու կոմենտներում գրեք, թե ում հարցազրույցներ ամենալավը։ Մեր կոմենտներում դու Control Z-ից օգտվելով մեծ կոմենտներ ես գեներացիա։ Իշիշ վատամ ես այս գովազդի պահերը անում, ինչ արհեստական չէ։ Դու պատկերացրիր գնան 16 հաղորդում էպիզոդ նայեն, հետո գան ասեն ինչ պետք է անեի։ Լավ, գնացեք Լուբոյը նայեք, որը ձեզ հետաքրքիր է։ Մենք ունենք time coder-ով նայեք ֆինանսական թափանցիկության մասը, հա։ Մենք իմանանք որ Դե թող ոնց որ ընթերցողը դիտողը թող մի քիչ գործ անի։ Հա, բայց վերադառնա հետո անպայման մեր podcast։ Հա, հիմա բայց այնքան կոնտենտ կա քաղաքական նայելու։ Լսի, դու մեր թիմից ես, դու ինձ ինչի ես ճնշում։ Դու մեր թիմից ես, շահագրգռված եղիր դրանով։ Ես բանը ժողովուրդ։ Դու գործակալ ես։ Դու ժողովուրդը չես, դու հիմա։ Ես ժողովրդի ձայնն եմ։ Control-ի ներկայացուցիչն է։ Աշոտին էինք բերել որպես ժողովրդի ձայն։ Ես իզնից էլ ժողովուրդ։ Բայց Աշոտը բաներ ուզում ասել, հարց տար։ Ասենք թե ես գնացի ընտրությունների որպես կուսակցություն, այս մարկանց փող եմ դալի։ Բայց մի տեսակ սենց չես որպես կուսակցություն։ Հա, ինչ ֆուրա էլի։ Դաստիճան կապել եմ, պատրաստ եմ։ Ֆուրաներուսա բան են խոսում, որպես կուսակցություն։ Այս մարկանց փող եմ տալի, որ իրան գան իմ հարավակի։ Այդ ընտրակաշարքը համարվում։ Հա, առանձին հատվածը։ Հանրահավաքին մասնակցելու շահագրգռելը։ Իսկ եթե ես կանչում եմ նենց աստղի երկի իմ հարավակին, որին ուզում են գան։ Կախված է ով է վճարել այդ աստղին։ Ես եմ վճարել, որպես համերգ եմ կազմակերպել, հա, դա պետք է ծախսերում արտացոլված լինի։ Հա, ծախսերում արտացոլվել է։ Հիմա մարդիկ պետք է տոմսի փող տային այդ մարդու մոտ գնային, իրանք չեն տալի այդ տոմսի փողը, գալիս են իմ հարավակի, ստացվում է ես իրանց տվել եմ այդ տոմսի փողը։ Դու կարաս հանրահավաք, եթե սխալվեմ ասա, դու կարաս հանրահավաք կազմակերպես, պայմանագիր կնքես վարձու երկիչ բերես երկի մարդկանց ասես ես ինչ օրը ես ինչ հրապարակում իմ քարոզարշավն է որը կամ փոփվի ասենք համերգով եկեք բայց եթե դու ասես եկեք համել 5000 դրամ կտամ կամ կտամ ու եկեք էլի համ համերգը համ չեմ տալի փող եկեք հավաքի վերջում համերգը տեխնիկապես ես իրանց փող եմ տվել որովհետև իրանք գնային համերգին իրանք փող են տալու տեխնիկապես չի դու առաջարկել ես բարեգործության սահմանն է նուրբ եթե դա իմ պատկերացմամբ քարոզարշավը որը ամփոփվում է համերգով թե դա հենց միայն համերգ է բարեգործական ուղղակի entertainment ու բարբերաբար է կրկնվում ինձ թվում է այդտեղ տարբեր են այդ տեսանկյունից մենք կարանք նայենք զորահանդես հաշվետվությունը չէ ինչի որովհետև զորահանդես հաշվետվությունը միանշանակ չես գրելու քո ֆինանսական հաշվետվությունում որպես ծախս, բայց համերգը կարող ես ամեն դեպքում ձևակերպել որպես քարոզչական միջոցառում եւ ցույց տաս հաշվետվություն։ Զորահանդեսը մենք կարող ենք քննարկել քաղաքական շրջանակում որպես բան, հա, որոշում մաս, բայց ամեն դեպքում եթե չեն օգտագործվել ատրիբուտներ, քարոզչական, չեն հնչել ելույթներ եւ դրոշը զինանշանի վրա։ Հա, պետք է հասկանալ ատրիբուտ կարա համարվի։ Կարա համարվի, այո, որովհետեւ այդ նարնջագույն գույնով այդ քարտեզը օգտագործվում է որպես քարոզչության սիմվոլ։
Բայց ինձ դուր չի գալի, գիտես ինչ որ ամեն բան այս սահմանային իրավիճակներում մենք կարող ենք վիճել, բայց մենք վստահ չենք, որ մենք գնանք դատարան ու այդ հարցը դնենք արդեն քննարկման։ Շատ նորմալ է։ Չկա այդ համ պրակտիկան չկա, համ վստահությունը չկա դատարանների հանդեպ, համ արդյունավետության վրա ենք կասկածում, այսինքն ես շատ կուզեի, որ ինչ որ կուսակցություն ու հաճախ բարբերաբար տարբեր հարցերի շուրջ գնային դատարան։ Իրենց իրավունքները պաշտպանեին դատարան կամ այլ կառույցներ, որոնք այդ պահին գնում են էլ մենակ զրպարտության համար։ Ընդհանրապես այս սիստեման ինչքան շատ օգտագործվի եւ անհատական մակարդակում եւ քաղաքականության մակարդակում, այնքան մենք կշահենք որպես հասարակություն ու առաջ կգնանք։ Խնդիր կա, որ էլի շատ տարածված, որտեվ օրենսդրական համակարգում լիքը խնդիրներ կան, որ կիրառությունը օրենքի պատեռներով է գնում։ Այսինքն եթե մենք արդեն այս ճամփեն լավ տրորել ենք, միջև այդ զրպարտություն, բան անընդհատ ստեղ է գնալու։ Ամեն ինչը դատորոշ է։ Եթե խուլիգանության հոդվածը շատ է օգտագործվում, ինքը ավելի շատ հավանականություն ունի օգտագործված լինի ապագայում, չնայած կարող է ավելի հարմար օրենք կար, որով կարելի է նստեցնել քո ապանյենտին, բայց արդեն խուլիգանությունը արդեն անցել ենք այս ճանապարհով։ Գիտենք ոնց է այս ագում, ինչ դատավոր կլինի, ինչ դատախազ կլինի, ու մեկը բացել է սկզբում այդ pattern-ը, չէ՞, սկզբում սկսել է, այսինքն դու պիտի դա նորմա դարձնես քո իրավունքները քաղաքականության մեջ, ոչ միայն ատելության խոսքով եւ Facebook-յան լայքերով կամ, չգիտեմ, այլ ձևով առաջ տանես, այլ իրոք դատարան գնաս եւ եթե կարծում ես, որ կա խախտում, շատ արագ դա արձանագրես։ Առասարակ sense problem կա, որ դու ոնց որ այդ հələ ես առաջ էլ այդպես մտածում, բայց երևի թե այս ամենաշխատողն է, որ դու ուզում ես մտածես, որ ախր մենք կարանք դուրս գանք այդ սիմվոլ, լոզունգ, այդ պրիմիտիվ մոտեցումից քարոզչական, հա, այսինքն ես մտնում եմ կարդամ ցանկացած կուսակցության ծրագիրը ու ինքը ինձ ոչ մի բան չի ասում, որովհետև ինքն դե գրած է մենք լավ բաներ կանենք, վատ բաները չենք անելու, ու տենց բոլորի մոտ է ոչ մի ինչ որ տենց քեզ համոզող մանիֆեստ ընդ չի կարա լինի, որովհետև ոչ մեկ չի կարդալու լուրջ չի վերաբերվելու դրան։ Տենց մի նայի քաղաքական ծրագրերին, էլի իրան նայի հետոյի գործիք, որ հետո դու 3 տարի հետո այդ թողը կարաս բացես, ասես այ գրել էիր էս։ Ոչ մի անգամ չի եղել։ Ու ինչ ես արել։ Ինքը այդտեղ ավելի կիրառելի պետք է կանա, քան այն սկզբում կողմնորոշվելու համար, որտեվ այո, իրանք միանման են։ Իսկ պատասխանատվության կանչելու հարցում ինքը որպես փաստաթուղթ։ Ես ավելի շատ այդտեղ եմ իրան տեսնում, քան կողմնորոշվելու։ Բայց չի շակում նոր դու էիր ասում, եթե մի բան չի եղել, չի նշանակում որ չի։ Ուզում ասեմ, հա, ինչ որ եթե ինստիտուտ լինի, որը կոնկրետ վերջում քո սրոկի քեզ ասած գնահատում բաներ, sense բաներներ, KPI-ներ ուներ, չէ՞, դու համապատասխանես թե չէ, գործից հանում ենք, դու ընդյանում չունես առաջ դրվելու մյուս անգամ, որովհետև դու չես համապատասխանել այս 15 պունկտից 7-ին։ Всё, գնացինք։ Եթե տենց ինստիտուտներ կասեի, հա, բայց այդ ինստիտուտը չկա ու այդ ծրագրերը անիմաստ են դառնում։ Ինստիտուտը հենց քո քվենա։ Մենք գալիս ենք քվենա։ լոզունգների ու սիմվոլների պրիմիտիվ, որոնք իհարկե ամենաազդեցիկ ձևն են էմոցիաների վրա ազդելու, իսկ մենք էլի եմ ասում, ընտրում ենք մենակ էմոցիաները, ոչ մի փաստեր, որ երբեք չեն օգտագործվում։ Մենք դուրս չենք գալ իրենց, չնայած բոլորը ցանկություն ունեն, որ իրենց հետ մի հատ մարդավարի մեկը խոսա, բայց եթե դու հանրայինորեն ես ասում, քեզ պետք է 3 վանկանոց բառեր, ինչ որ ու իրենք վանկանոց բառերի մեջ շատ դժվար է ինչ որ իմաստություն դնել, էլի, ինչ որ լավ տենց համով բառեր պետք է օգտագործես հանվերջ ու նույնիսկ խելացի կուսակցությունը դառնում է դեբիլություն ինչ որ։ Եվ ազդեցությունների մասին, որ ներքին ազդեցությունների մասին ենք խոսում, հիմա շատ քննարկվող թեմա են այդ հիբրիդային ազդեցությունները, հիբրիդային սպառնալիքները։ Բայց ոնց որ միշտ այդ ռիսկը երևի եղել է, չէ՞։ Ոչ միայն ռիսկը, այլ դրսևորումներն են։ Բայց հիմա ասեմ, որ հիբրիդային դարձեք չթողեցիք։ Բանը Snowden-ը, որը CERO-ի agent էր, որը բաներ բացահայտել էր օրենսդրական խախտումներ Ամերիկայում այդ Patriot Act-ի հետ կապված, որը ռոզկի մեջ Ամերիկայում, Ռուսաստանում այ մաթակնվում, ինքը Joe Rogan-ին ինտերվյու էր տվել, որտեղ իրանք կագրած խոսում են, որ շատ էր խոսացում են ժամանակ, որ Թրամփի առաջին ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտություն կար, ու այդ որպես դավադրական թեորիա էր դարկում կամ որպես փաստ, ինչ որ մարդկանց կողմից ինքը ասում է, լսեք, հա կար նույն ձև ոնց որ Ամերիկայի միջամտությունը ցանկացած Ռուսաստանի ընտրություններին։ Այդ այնա ինչով զբաղվում են գործակալությունները, այդ մեր գործն է։ Սովետի ժամանակ դա ամեն ընտրություն ընթացքում Ամերիկայի ոնց որ բանը մասնակցություն տնեցեմ 20-50 դեպք ամեն ձև բոլոր երկրները անverջ փորձում են մտնեն ցանկացած ուրիշ երկրի ընտրությունների մեջ, որովհետև ինչի՞ չէ։
Հա, միշտ է եղել, բայց դրան հիմա նոր դարել է հիբրիդային սպառնալիք զարգացման արդյունքը, Բացի այն, Ուզանասեմ այդ միշտ չի անունն նշանակում, որ անոր, իրանք փորձում են քեզ ուղղորդեն դեպի անդունդը։ Այդ ուղղակի գործիք է, որը բոլորը կիրառում են, որովհետև հարմար է, ինչի կարա անդունդը չլինի, բայց ուղղորդումը սխալ է արդեն։ այո, նայ, կարող է այն ժամանակ Անխուսափելի է։ մենք հիմա ենք սկսել դրանով զբաղվել, որտեղ մենք այլ խնդիրները լուծել ենք, հասել ենք դրան։ Ոչ թե որտեղ ինքը նորմալ է, պիտի լինի, դիտորդները ինչ ենք ծեծում, սպանում, կրակում, քվեատոփը գողանում, լցոնում, հետեւաբար մեր ուշադրությունը արդեն գնացել է այլ ազդեցությունների դաշտ, ու մենք տեսնում ենք իրան, սահմանում ենք, անուն ենք տալիս, դասակարգում ենք տեսակներ, տեսական գրականություն ենք իր շուրջ ստեղծում, որովհետև մենք այլ խնդիրներից ձերբազատվել ենք, հա, ինքը միշտ եղել է այնտեղ եղել, հաստատ կատարվել է, բայց մեր ուշադրությունը իրան չի հասել։ Այս զարգացման մասին է նաև խոսում, ինձ թվում է, այսինքն նոր շերտեր է տեսնում խնդիրների ու սկսում կարգավորել։ Բայց էլի այդ բերումը այն դաշտ, որ նայեք, այս ուժը, երբ որ խառնում է, այդ վատ է։ Այս ուժը մեզ ուզում է օգնի։ Իմուսը հակառակն է ասում, իմուսը տենց ասում։ Ընտոգում ես հասկանում եմ, որ մեր երկրի մեջ ներառյալ մեր ճշնամական երկրները բոլորը փորձում են մասնակցություն ունենան ու ինչ որ ձև ուղղորդեն այս ընտրությունները ու իտոգում ինչ որ հավաքածու է լինելու համընդեից, որտեվ բոլորն է ուժեղ են աշխատում երևի։ Ու այդ նշանակում է մենակ, որ երբ որ պահը գա ու պետք լինի այս երկրին կամ այն երկրին, հա, օրինակ շատ քրիտիկական պահ եկավ, երբ որ Պուտինը պետքա գար ստեղ ու իր անով արդեն բաներ, որ իրան պետքա ձերբակալեին, ինքը գիտեր որ կարա գա ստեղ ու իրան չեն ձերբակալու, որտեվ ինքը ուներ այդ ազդեցության բան։ Այդ պահին չէր նշանակում, որ մենք տրակելու ենք դրա պատճառով, պրոստը ինքը հարմար գործիք ուներ, որ ինքը կարար օգտագործել։ Ես չեմ ասում, որ մենակ է դա։ Ես ասում որ բոլորն է փորձում են տենց ինչ որ լծակներ գտնել։ Բայց դու առօրյայում քո վրա զգում ես այդ հիբրիդային ազդեցությունը։ Այն մակերեսային մասը ազդեցության ուրիշ երկրների ես չեմ կարող իմանամ ինչա նշանակում իրականում, որովհետև իրանք ունեն շատ ավելի ոնց որ սարլ ձևեր, ինչ որ նյութ է գալիս, ինչ որ մի գործչի մասին կամ կուսակցության։ Քո մոտ հարց ծագում է, տեսնես էս ով է գրել, ոնց որ անհասկանալի անուն ունի։ Այս թողարկողը edge-ը անհասկանալի անուն ունի ու ոնց որ պնդումների տակ էլ փաստեր չկան։ Ուղղակի տենց գրած է, որ լիքը գեներացված կոմենտներ են միատեսակ լցրած։ Ես մտածում եմ ավելի պրիմիտիվ եմ նայում այդ ամեն ինչին, ոնց որ ես ունեմ տոտալ անվստահություն ցանկացած բանի, որ գալիս է կառավարության կողմից, բացի այդ, ուստի մենակ իմ անձնական վերաբերմունքը չի, պրոստը ինձ թվում է, որ այն ուժը, որը ավելի շատ վարչական ռեսուրս ունի, իրան ավելի շատ է պետք կասկածի տակ դնել ամեն դեպքում, որովհետև ինքը ունի հնարավորություն կեղծելու շատ բաներ։ Դրա համար իրանց հանդեպ մի քիչ ավելի շատ է անվստահությունը, մի քիչ ահագին ավելի շատ է, եթե կառավարական ուժից չի գալի, մի քիչ ավելի քիչ է իմ անվստահությունը, մի քիչ ավելի շատ կարամ կարդամ, թողեմ ավելի քիչ ստուգեմ, ինչ որ ընդ կատարում է։ Քիչ է, բայց ուժից թե պետությունից արի տարանջատենք օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները, որ լսում ես։ Այդ իմ համար կառավարությունն է։ Հետաքրքիր է։ Բայց էլի, ինձ օրինակ հետաքրքիր է ինչ որ հետազոտություն, ինչքան էֆեկտիվ են ինտերակաշարքները, որովհետև ամբողջ կյանք ես չեմ հասկացա իրենց էֆեկտիվությունը որտեղից կարա գա, որովհետև դու քանի մարդ կարաս կաշ, այն ռեսուրսը, որ դու դրա վրա պետք է ծախսես, գնաս մի հատ կղզի քեզ առ իշխի իրան։ Ինչի համար է տանջվում, եթե դա կապ փող ունես։ Եթե համատարած է բաժանվում, ուրեմն իր էֆեկտիվությունը ձայներով չի չափվում, այլ ավելի շատ լոյալությամբ եւ բողոքի ձայնի լրացմամբ, այսինքն հետագայում բողոքելու ընդդիմանալ եւ այլ։ Հա, քորա կամպրոմատ կարդ։ Իսկ եթե աշխատում համատարած չի բաժանվում, նորմալիզացված չի ու կոնկրետ ուժ հենց ձայն հավաքելու համար է բաժանում, այդտեղ է պիտի հաշվի առնենք, որ համակարգը իրանով թույլ չի տալիս քեզ վերահսկել։ Так, մենք ունենք մի հատ թեմայի ժամանակ արդեն պետքա փակենք վրան շտաբ։ Ու մենք լիքը բաներ շատ մակերեսային գնացինք։ Ու ես էլ եմ երկու թեմա ուզում եմ բացել։ Ես էլ եմ զգում որ կա, բայց ինձ թվում է всё же Մենք երևի գիտես ոնց, մենք ինչ որ բայց պրոստը երկրորդ կրուգով մարդկանց ամեն դեպքում կանչելու ենք, ինչ որ բաներ էլի քննարկենք։ Խոսացինք, Դուք կուզեք մեր տաղավարում եւս մեկ անգամ։ Կախված է կոմենտներից։ Լավ կոմենտներ չգրեք Շատ հավեսան, Մարիամի։ շատ իմ մասին կարելի է վատ, բայց մենակ իմ մասին։ Իմ մասին մի գրեք։ Ընդհանրապես խուսափեք ինձնից։ Հայրենի եմ արնախում։ Դու կուզեի։ Կուզեի ինչ։
որ քո մասին вообще չգրեին։ Այդ ամենավատ բանն է։ Դե չէ Որ իրականում։ մեդիայում ես Չէ, հայտնվում։ եկեք անկեղծ եղեք, գրեք ձեր անկեղծ կարծիքը, քննարկման մասին, մեր մասին մենք ձեզ դզեցինք, չդզեցինք, ընդհանրապես այս հաղորդումը իմաստ ունի, թե չունի։ Ուղարկեք ձեր տատիկներին։ Ու հավատացեք, օրինակ, ես շատ մեր- բաներ մեր- այստեղ կարող էինք ու կուզեինք խոսել։ Հա, Շատ ուղղակի չենք հասցնում։ ինձ անձամբ հետաքրքիր էր, հույս ունեմ դիտողներին էլ ձեզ էլ։ Ես երևի էլի իմ բարի ամփոփիչ խոսքերին անցնեմ, հա։ Հաս։ Իրացրեք ընտրելու ձեր իրավունքը։ Մի վերցրեք ընտրակաշարք, մի տվեք ընտրակաշարք, մի միջնորդեք։ Լավ եղեք։ Հետևեք Infocom-ին YouTube-ում, Telegram-ում, Facebook-ում, Instagram-ում եւ մնացած հարթակներում փնտրեք, կարող է լինենք ամեն ինչ չեմ հիշում անգիր։ Կհավելեմ, որ չտրվեք որևէ տեսակի ճնշումների, իրացրեք ազատ արտահայտվելու ձեր կամքը եւ ձեր բոլոր իրավունքները, դրանք երաշխավորված են սահմանադրությամբ։ Մերջ, Լավ էր։ շատ